Մի երիտասարդ մայր, որն ապրում է փողոցում դստեր հետ, պայքարում է գոյատելու մի աշխարհում, որը կարծես թե մոռանում է նրանց մասին։ Ծննդյան գիշերը աուտիզմով տառապող աղջկա հետ անսպասելի հանդիպումը կփոխի նրա կյանքն այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացնում։ Այն, ինչ սկսվում է որպես բարության պարզ ժեստ, վերածվում է խորը կապի, որը փոխում է բոլորի ճակատագիրը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը երբեք կլսեք ձեր կյանքում։ Սուրբ ծննդյան գիշերը Երանում հասնում էր տարեվերջին բնորոշ այն տրամադրությամբ, երբ քաղաքը կարծես բաժանվում էր երկու բոլորովին տարբեր աշխարհների։ Մի կողմից հարուստ թաղամասերը փայլում էին իրենց շքեղ զարդարանքներով, լուսավորված ծառերով առատ սեղանների շուրջ հավաքված ընտանիքներով։ Մյուս կողմից կային մարդիկ, որոնք քայլում էին դատարկ փողոցներով, տանելով միայն սեփական գոյատման բեռն ու այն հույսը, որ վաղվա օրը գուցե մի փոքր ավելի հեշտ լինի, քան այսօրվա։ Կատարինեն լավ գիտեր այս երկրորդ աշխարհը։ 27 տարեկանում նա սովորել էր, որ կյանքը կարող է փոխվել մեկ գիշերվա ընթացքում, որ վստահությունը կարող է փլուզվել շաբաթների ընթացքում, որ երբեմն մնում է միայն առաջ շարժվել, քայլ առ քայլ։ Արդեն 3 ամիս էր, ինչ նա փոքրիկ Սոֆյան, իր ընդամենը 10 ամսական դուստրը, ապրում էին հայկական մայրաքաղաքի փողոցներում։ 3 ամիս, որ թվում էր 3 տարի, նշանավորված լուսաբացների ցրտով, ստամոքսը սեղմող քաղցով շտապող մարդկանց անտարբեր հայացքով, որոնք ծածնում էին, թե չեն տեսնում իրենց աչքի առաջ ծավալվող իրականությունը։ Բայց Կատարինեն իրեն թույլ չէր տալիս ընկղմվել տխրության մեջ։ Նա իրեն լուր խոստում էր տվել այն օրը, երբ Սոֆյան ծնվեց։ Երբեք թույլ չէր տա, որ իր դուստրը սիրո պակաս զգա։ Նույնիսկ եթե մնացած ամեն ինչ պակասեր, սերը երբեք չէր պակասի։ Եվ հենց այս մտքով էր նա դիմակայում յուրաքանչյուր օրվան, յուրաքանչյուր գիշերվան, յուրաքանչյուր մարտահրավերի, որը պարտադրում էր փողոցային կյանքը։ Սոֆյան հանգիստ քնած էր մոր կրծքին կապված սլինգում, դեկտեմբերյան սառը քամուց պաշտպանված հնամաշ վերմակով, որը Կատարինեն ստացել էր մի կացարանից շաբաթներ առաջ։ Աղջիկը փոքրիկ էր, փխրուն, բայց նրա մուգ աչքերում կար այն փայլը, որը միայն երեխաներն ունեն, ամենապարզ բաներում ուրախություն գտնելու այդ ունակությունը։ Այդ սուրբ ծննդյան գիշերը Կատարինեն աննպատակ թափառում էր կենտրոն թաղամասի փողոցներով։ Նա չէր ծրագրել գալ այստեղ, բայց ոտքերը նրան գրեթե բնազդաբար տարել էին այն տարածք, որտեղ տները հսկայական էին, իսկ այգիները կարծես դուրս էին եկել դեկորացիայի ամսագրերից։ Գուցե դա պարզապես հետաքրքրասիրություն էր, կամ գուցե այն մարդկային ցանկությունը, թեկուզ մի քանի րոպեով քեզ զգալ ավելի մեծ, ավելի գեղեցիկ մի բանի մասնիկ։ Սուրբ ծննդյան լույսերը թարթում էին այգիների ծառերի վրա, ստեղծելով ոսկեգույն արծաթագույն արտացոլումներ, որոնք պարում էին մայթին։ Կատարինեն այս ամենին նայում էր հիացմունքի թախծի խառնուրդով, բայց նրա սրտում դառնություն չկար։ Նա չէր նախանձում այդ մարդկանց, ոչ ոքի չարիք չէր կամենում։ Պարզապես դիտում էր, ինչպես մեկը, ով նայում է ֆիլմ, որի մասը չի կազմում։ Հենց այդ ժամանակ նա կանգ առավ մի առանձնապես տպավորիչ առանձնատան դիմաց։ Նախշազարդ երկաթե դարպասը կիսաբաց էր, թույլ տալով հստակ տեսնել դիմացի այգին։ Այնտեղ, աստղալից երկնքի տակ բոլոր գույների լույսերով շրջապատված, կանգնած էր մի հսկայական տոնածառ, որը դեռ զարդարելու ընթացքի մեջ էր։ Եվ այդ ծառի տակ, բոլորովին մենակ, մի փոքրիկ աղջիկ կար, բաց շիկահեր մազերով շատ սպիտակ մաշկով, որը ջանում էր խաղալիքներ կախել ցածր ճյուղերից։ Երեխան հազիվ թե 6 տարեկանից ավելի լիներ, հագել էր անթերի կարմիր զգեստ լաքապատ կոշիկներ, որոնք փայլում էին այգու լույսերի տակ։ Բայց նրա շարժումների մեջ մի բան կար, որն անմիջապես գրավեց Կատարինեի ուշադրությունը։ Աղջիկը վերցնում էր մի խաղալիք, փորձում կախել, բայց ձեռքերը թեթակի դողում էին։ Խաղալիքն ընկնում էր։ Նա վերցնում էր մյուսը, նորից փորձում, նույն բանն էր կատարվում։ Հիասթափությունն ակնհայտորեն աճում էր նրա դեմքին, հետո հանկարծ երեխան սկսեց մարմինը ճոճել առաջ ու հետ, կրկնվող ձով, մինչ ձեռքերը տանում էր ականջներին, կարծես փորձում էր արգելափակել ինչ-որ ձայն, որը նրան անհանգստացնում էր։ Կատարինեն անմիջապես ճանաչեց այդ նշանները։ Նա աշխատել էր որպես մանկապարտեզի դաստիարակի օգնական, մինչ իր կյանքը փլուզվեց, երեխաներից մեկը, ում նա խնամում էր, աուտիզմ ուներ։ Նա գիտեր, որ այդ պահվածքը ցույց էր տալիս, որ աղջիկը ճգնաժամի մեջ էր մտնում, ճնշված հիասթափությունից, այն զգացումից, որ ոչինչ այնպես չի ստացվում, ինչպես պետք է։ Առանց երկու անգամ մտածելու, Կատարինեն թեթակի հրեց կիսաբաց դարպասը մտավ այգի։ Նրա քայլերը զգույշ էին, լուռ, որպեսզի չվախեցնի երեխային։
Նա դանդաղ մոտեցավ, կրացավ անվտանգ հեռավորության վրա ասաց փափուկ ու հանգիստ ձայնով, գրեթե շշուկով. «Ողջույն, փոքրիկ։ Ամեն ինչ լավ է»։ Աղջիկն անմիջապես դադարեց ճոճվել, բայց ձեռքերը չհեռացրեց ականջներից։ Նրա բաց, գրեթե թափանցիկ աչքերը ուղղվեցին դեպի Կատարինեն, զարմանքի երկյուղի խառնուրդով։ Կատարինեն պահպանեց բարի ժպիտը դեմքին, շարունակեց խոսել նույն հանգիստ տոնով. «Ես տեսա, որ դու փորձում ես զարդարել այս գեղեցիկ ծառը։ Կարող եմ քեզ օգնել։ Ինձնից վախենալու կարիք չկա։ Ես Կատարինեն եմ, իսկ սա Սոֆյան է»։ Նա ցույց տվեց իր կրծքին քնած երեխային։ «Մենք ուղղակի անցնում էինք, տեսանք քեզ այստեղ։ Ուզում ես, որ օգնեմ քեզ խաղալիքներով»։ Աղջիկը դանդաղ իջեցրեց ձեռքերն ականջներից, դեռ ուշադիր զննելով Կատարինեին։ Նրա հայացքը մի պահ կանգ առավ Սոֆյայի վրա, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փափկեց։ Մի քանի վայրկյան հետո, որոնք հավերժություն թվացին, նա թեթակի գլխով արեց։ Կատարինեն ավելի լայն ժպտաց զգուշությամբ մոտեցավ, վերցնելով գետնին ընկած խաղալիքներից մեկը։ «Շատ գեղեցիկ ոսկեգույն գնդակ է, այնպես չէ՞։ Քո կարծիքով, որտեղ այն լավ կնայվի»։ Աղջիկը ցույց տվեց միջին բարձրության մի ճյուղ, Կատարինեն նրբորեն կախեց խաղալիքն այնտեղ։ «Կատարյալ է։ Շատ գեղեցիկ ստացվեց։ Դու զարդարելու հիանալի ճաշակ ունես։ Իսկ հաջորդը։ Եկ միասին ընտրենք»։ Աստիճանաբար աղջկա մարմնի լարվածությունը թուլացավ։ Նա սկսեց վերցնել խաղալիքները տալ Կատարինեին, որը դրանք կախում էր երեխայի ցույց տված տեղերում։ Երբեմն Կատարինեն հարցնում էր նրա կարծիքը գույների դիրքերի մասին, միշտ հաստատելով նրա ընտրությունները, գովելով նրա գեղագիտական զգացողությունը։ Աղջիկը, որը մինչ այդ ոչ մի բառ չէր ասել, սկսեց ակնհայտորեն թուլանալ։ Նրա շարժումները դարձան ավելի սահուն, պակաս լարված։ Եվ հետո, առաջին անգամ, նա ժպտաց։ Դա փոքր, ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտ էր։ Կատարինեն զգաց, թե ինչպես իր սիրտը տաքացավ։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ նա չէր զգացել այդ զգացողությունը, անել ինչ-որ իսկապես կարևոր բան, մի բան, որը նշանակություն ուներ իր դստրից բացի մեկ ուրիշի համար։ Նրանք միասին աշխատեցին գրեթե կես ժամ, երբ վերջին խաղալիքը դրվեց ծառի վրա, աղջիկը փայլող աչքերով նայեց վերջնական արդյունքին։ Կատարինեն մի փոքր հետ գնաց անկեղծ ասաց. «Վաու, տես, թե որքան հիանալի ստացվեց։ Դու հրաշալի աշխատանք կատարեցիր։ Սա ամենագեղեցիկ տոնածառն է, որ ես երբե տեսել եմ»։ Աղջիկը նայեց Կատարինեին, հետո փափուկ ու մի փոքր խռպոտ ձայնով, կարծես շատ խոսելու սովոր չլիներ, ասաց. «Շնորհակալություն։ Դու ինձ օգնեցիր»։ Կատարինեն կոկորդում խեղդոց զգաց։ Դա ընդամենը պարզ արտահայտություն էր, բայց այնքան մեծ իմաստ էր կրում։ «Ես եմ շնորհակալ, որ ինձ թույլ տվեցիր մասնակցել։ Ինձ համար շատ յուրահատուկ էր։ Ինչ է քո անունը»։ Աղջիկը մի պահ տատանվեց, նախքան պատասխանելը։ «Իզաբել»։ Կատարինեն ժպտաց, քնքշորեն կրկնեց անունը։ «Իզաբել։ Ինչ գեղեցիկ անուն է։ Սազում է քեզ»։ Այդ պահին Սոֆյան շարժվեց սլինգում, սկսեց արթնանալ, փոքրիկ ձայն հանելով։ Իզաբելն անմիջապես հիացավ, նրա աչքերը լայն բացվեցին հետաքրքրությունից։ Նա մի քայլ առաջ արեց, տատանվելով, Կատարինեն նկատեց աղջկա հետաքրքրությունը։ «Ուզում ես ծանոթանալ Սոֆյայի հետ։ Կարող ես մոտենալ, նա շատ հանգիստ է»։ Իզաբելը զգուշությամբ մոտեցավ, մի քանի վայրկյան դիտելուց հետո մեկնեց ձեռքը թեթակի դիպավ երեխայի ոտիկին։ Սոֆյան բացեց աչքերը, տեսնելով նոր դեմքը իր առաջ, քաղցր ծիծաղեց։ Իզաբելը մի փոքր հետ քաշվեց, բայց ժպտում էր, մաքուր ուրախության արտահայտություն դեմքին։ Նրանք այնտեղ մնացին մի քանի րոպե, Իզաբելը գրեթե ակնածանքով դիտում էր Սոֆյային, իսկ Կատարինեն տեսարանը, սիրտը լի մի քնքշությամբ, որը չէր կարող բացատրել։ Հետո Իզաբելը բարձրացրեց աչքերը դեպի Կատարինեն, հուսալի ձայնով հարցրեց. «Վաղը կվերադառնաս»։ Կատարինեն սրտում սեղմոց զգաց։ Նա չգիտեր, թե ինչ կբերի վաղվա օրը, չգիտեր, արդյոք իրեն նորից այստեղ ցանկալի կլինի, չգիտեր, արդյոք անվտանգ կլինի վերադառնալ։ Բայց նայելով այդ սպասումով լի բաց աչքերին, նա չկարողացավ ասել ոչ։ «Այո, կվերադառնամ։ Խոստանում եմ»։ Իզաբելը նորից ժպտաց, այս անգամ ավելի վստահ, հետո արեց մի բան, որը բոլորովին անսպասելի էր։
Նա արագ մոտեցավ Կատարինեին գրկեց նրան, ընդամենը մեկ վայրկյանով, նախքան հեռանալը դեպի տուն վազելը։ Կատարինեն մի պահ կանգնած մնաց այնտեղ, դեռ մարսելով այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ։ Նա չէր սպասում այդ գրկախառնությանը, չէր սպասում, որ աղջիկը, ով ակնհայտորեն դժվարություններ ուներ ֆիզիկական շփման հետ, կանի այդքան ինքնաբուխ ջերմության դրսևորում։ Նա զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին արցունքներով, բայց արագ թարթեց, դրանք հեռացնելու համար։ Հուզվելու ժամանակը չէր։ Ժամանակն էր գիշերելու տեղ գտնել։ Սոֆյային դեռ արթուն իր ձեռքերում, Կատարինեն դուրս եկավ այգուց, վերադարձավ մութ ու ցուրտ փողոցներ։ Սուրբ ծննդյան գիշերը շարունակվում էր նրա շուրջը, հեռվում պայթում էին հրավառություններ, լուսավորված տներից լսվում էին ծիծաղի ձայներ։ Նա քայլեց, մինչ գտավ համեմատաբար պաշտպանված մի այգու նստարան, որտեղ նստեց ուղեց վերմակը Սոֆյայի շուրջ։ Երեխան նայում էր աստղալից երկնքին փոքրիկ երեխաների անսահման հետաքրքրասիրությամբ, Կատարինեն սկսեց մեղեդի երգել մի օրորոցային, որը իր մայրը սովորաբար երգում էր իր համար, երբ նա երեխա էր։ Սոֆյան փակեց աչքերը, օրորվելով մոր փափուկ ձայնից ռիթմիկ շարժումից, որ Կատարինեն անում էր, նրան թեթակի ճոճելով։ Երբ աղջիկը վերջապես քնեց, Կատարինեն գլուխը հենեց նստարանի թիկնակին, նայեց երկնքին։ Նա մտածեց Իզաբելի մասին, այն անհավանական հանդիպման, այն անսպասելի կապի մասին, որը ծագել էր նրանց միջ։ Մտածեց նա իր տված խոստման մասին, վերադառնալ հաջորդ օրը։ Նա ուզում էր կատարել այդ խոստումը։ Ուզում էր նորից տեսնել այդ աղջկա ժպիտը։ Ուզում էր իրեն զգալ օգտակար, անհրաժեշտ, կարևոր մեկի համար։ Բայց միևնույն ժամանակ, նրա մի մասը գիտեր, որ վտանգավոր տարածքում է։ Դա իր կյանքը չէր։ Այդ առանձնատունը, այդ այգին, կարմիր զգեստով լաքապատ կոշիկներով այդ աղջիկը, այդ ամենից ոչինչ Կատարինեի աշխարհի մասը չէր։ Նա ներխուժող էր, մի ստվեր, որը մի պահ հատել էր մեկ ուրիշի ճանապարհը։ Իսկ ստվերները չեն մնում։ Նրանք անցնում են։ Բայց մինչ նա տեղավորվում էր ցուրտ նստարանին, Սոֆյային հանգիստ քնած իր կրծքին, Կատարինեն իրեն թույլ տվեց երազել, միայն այս գիշեր, որ գուցե աշխարհն այդքան էլ բաժանված չէ։ Որ գուցե, միայն գուցե, այդ հանդիպումը կարող էր նշանակել ավելին, քան պարզապես անցողիկ մի պահ։ Լուսաբացը երկար ու ցուրտ էր։ Կատարինեն քիչ քնեց, մի քանի անգամ արթնանալով, ստուգելու, թե արդյոք Սոֆյան լավ ծածկված է, արդյոք մոտակայքում մեկը չկա, որը կարող է վտանգ ներկայացնել։ Քունը երբեք ամբողջական չէր լինում, երբ փողոցում էիր։ Դա միշտ մշտական զգոնության վիճակ էր, մակերեսային հանգիստ, որը երբեք իսկապես չէր թարմացնում մարմինը։ Բայց այդ գիշեր, չնայած բոլոր անհարմարություններին, Կատարինեն երազ տեսավ։ Երազում տեսավ սուրբ ծննդյան լույսեր, զարդարված ծառեր, բաց աչքերով աղջկա ամաչկոտ ժպիտ։ Եվ երբ արթնացավ լուսաբացից քիչ առաջ, երբ երկինքը դեռ ներկված էր վարդագույն նարնջագույն երանգներով, նա հստակ գիտեր, թե ինչ է անելու այդ օրը։ Նա պատրաստվում էր վերադառնալ։ Պատրաստվում էր կատարել Իզաբելին տված խոստումը։ Ոչ թե որովհետև ինչ-որ բան էր ակնկալում փոխարենը, ոչ թե որովհետև ինչ-որ ծրագիր կամ թաքնված մտադրություն ուներ։ Այլ պարզապես որովհետև խոստում էր տվել, իսկ խոստումները կարևոր են։ Հատկապես երեխաների համար։ Հատկապես այն երեխաների համար, որոնք, ինչպես Իզաբելը, կարծես քիչ պատճառներ ունեին հավատալու, որ մարդիկ իսկապես կատարում են իրենց ասածը։ Կատարինեն զգուշությամբ վեր կացավ նստարանից, որպեսզի չարթնացնի Սոֆյային, հնարավորինս ուղղեց իր հագուստը, սկսեց քայլել դեպի մի հանրային շատրվան, որտեղ կարող էր լվանալ դեմքը, փորձել նվազագույնս պատշաճ տեսք ունենալ։ Նա շատ բան չուներ, բայց ուներ իր արժանապատվությունը։ Եվ եթե պատրաստվում էր վերադառնալ այդ տուն, ապա գոնե ուզում էր մաքուր լինել։ Առավոտվա մնացած մասն անցկացրեց քաղաքում թափառելով, միշտ ուշադիր լինելով խանութի կամ որե հանրային շենքի ժամացույցին։ Ուզում էր մի քանի ժամ անցնի, նախքան վերադառնալը, ժամանակ տալ, որ Իզաբելի ընտանիքն ավարտի նախաճաշը, որ տան եռուզեռը հանդարտվի։ Կեսօրին մոտ, երբ առն արդեն բարձր էր, երանյան ամռանը բնորոշ տապը սկսում էր ուժգնանալ, Կատարինեն վերջապես ուղղվեց դեպի կենտրոն թաղամաս։ Նրա սիրտը ավելի արագ էր բաբախում յուրաքանչյուր քայլի հետ, որը նրան մոտեցնում էր այդ առանձնատանը։ Իսկ եթե Իզաբելը մոռացել էր։ Իսկ եթե ընտանիքը թույլ չտար, որ նա մտնի։ Իսկ եթե այդ ամենը պարզապես մեկուսացված մի պահ էր, որը չպետք է կրկնվեր։ Բայց երբ հասավ տան դարպասին, որն այժմ ամբողջովին փակ էր, դողացող ձեռքերով սեղմեց զանգը, հենց ինքը Իզաբելը վազելով հայտնվեց այգում, դեմքին լայն ժպիտ։
Նրա հետից ավելի դանդաղ քայլերով զգուշավոր արտահայտությամբ գալիս էր մի բարձրահասակ տղամարդ մուգ մազերով թանկարժեք հագուստով, որն ակնհայտորեն տան տերն էր։ Հովհաննեսը կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա, դիտելով Կատարինեին հետաքրքրասիրության անվստահության խառնուրդով։ Նրա աչքերը արագ սահեցին Կատարինեի արտաքինի վրայով, նկատելով հնամաշ հագուստը, հոգնած դեմքը, սլինգում գտնվող երեխային։ Կատարինեն իրեն մերկ զգաց այդ հայացքի տակ, բայց գլուխը բարձր պահեց։ Նա ամաչելու բան չուներ։ Իզաբելը, բոլորովին անտեղյակ օդում կախված լարվածությունից, բռնեց Կատարինեի ձեռքը դարպասի ճաղերի միջով ոգորված ասաց. «Հայրիկ, սա Կատարինեն է։ Նա երեկ ինձ օգնեց ծառի հետ։ Ես ասացի, որ նա կվերադառնա»։ Հովհաննեսը նայեց դստրից Կատարինեին, հետո նորից Իզաբելին։ Նրա դեմքին մի բան կար, որը Կատարինեն չկարողացավ ամբողջությամբ վերծանել։ Զարմանք, գուցե։ Կամ անհավատություն։ Կամ գուցե պարզապես հոգնածություն։ Նա մի քանի քայլ առաջ արեց, հարցրեց զուսպ, քաղաքավարի, բայց սառը ձայնով. «Դուք եք երեկ գիշեր օգնել իմ դստերը»։ Կատարինեն գլխով արեց, ուղղելով Սոֆյային սլինգում. «Այո, պարոն»։ Ես անցնում էի, տեսա, որ նա դժվարանում է, հարցրեցի, թե կարող եմ օգնել։ Չէի ուզում անհանգստացնել կամ խնդիրներ ստեղծել։ Հովհաննեսը մի քանի վայրկյան լուռ մնաց, մարսելով տեղեկությունը։ Հետո, ի զարմանս Կատարինեի, նա փոքր-ինչ ժպտաց ասաց. «Իզաբելն այս առավոտ անդադար ձեր մասին էր խոսում։ Ասաց, որ դուք շատ բարի եք եղել, որ օգնել եք նրան զարդարել ամբողջ ծառը, խոստացել եք վերադառնալ»։ Նա դադար տվեց, կարծես գնահատելով իրավիճակը։ «Կցանկանաք ներս մտնել։ Կարող ենք ավելի լավ զրուցել»։ Կատարինեն տատանվեց։ Նա չէր սպասում, որ իրեն ներս կհրավիրեն։ Չգիտեր, արդյոք դա տեղին էր, անվտանգ էր, արդյոք պետք է ընդուներ։ Բայց Իզաբելը նրան ձեռքից քաշում էր պաշտելի համառությամբ, Հովհաննեսի հայացքում, չնայած զգուշավորությանը, մի բան կար, որը անկեղծ էր թվում։ «Լավ, շնորհակալություն։ Չեմ ուզում խանգարել, պարզապես եկել եմ կատարելու Իզաբելին տված խոստումս»։ Հովհաննեսը բացեց դարպասը, երեքը միասին քայլեցին այգով դեպի տուն։ Կատարինեն չէր կարող չնկատել այդ աշխարհի իր աշխարհի մեջ եղած ահռելի տարբերությունը։ Խոտը կատարելապես հնձված էր, ծաղիկները անթերի խնամված էին, այգու կենտրոնում նույնիսկ փոքրիկ շատրվան կար։ Այստեղ ամեն ինչ շնչում էր կարգ ու կանոնով, հարմարավետությամբ, անվտանգությամբ։ Բաներ, որոնք նա ամիսներ շարունակ չէր զգացել։ Նրանք մտան մի ընդարձակ սենյակ, զարդարված լավ ճաշակով, բայց առանց չափազանցությունների։ Հովհաննեսը ցույց տվեց մի բազմոց, որպեսզի Կատարինեն նստի, նա զգուշությամբ նստեց, գրեթե վախենալով իր փողոցային հագուստով կեղտոտել բաց գույնի կտորը։ Իզաբելն անմիջապես նստեց նրա կողքին, նույն հիացմունքով դիտելով Սոֆյային, ինչպես նախորդ օրը։ Հովհաննեսն առաջարկեց ջուր, հյութ, սուրճ։ Կատարինեն ընդունեց մի բաժակ ջուր, ավելի շատ քաղաքավարությունից, քան կարիքից դրդված։ Նա նստեց դիմացի բազկաթոռին, սկսեց հարցեր տալ։ Ոչ մի ներխուժող, ոչ մի մեղադրական բան։ Պարզապես պարզ հարցեր այն մասին, թե ինչպես է անցել նախորդ գիշերվա հանդիպումը, ինչպես է Կատարինեն նկատել, որ Իզաբելը դժվարանում է, ինչի մասին են խոսել։ Կատարինեն ամեն ինչին պատասխանեց ազնվորեն, չթաքցնելով իր իրավիճակը, բայց նա չդրամատիզացնելով։ Նա պարզապես պատմեց փաստերը։ Հովհաննեսը ուշադիր լսում էր, Կատարինեն նկատեց, որ աստիճանաբար նախնական անվստահությունը տեղի էր տալիս մի այլ բանի։ Գուցե հարգանքի։ Գուցե հիացմունքի։ Կամ գուցե պարզապես թեթացման։ Երբ Կատարինեն ավարտեց պատմելը, Հովհաննեսը մի պահ լուռ մնաց, նայելով իր դստերը, որը խաղում էր Սոֆյայի մատիկների հետ։ Հետո նա խորը շունչ քաշեց, ասաց հուզմունքով լի ձայնով. Իզաբելին աուտիզմ ախտորոշեցին, երբ նա 3 տարեկան էր։ Այդ ժամանակվանից ի վեր դա մշտական մարտահրավեր է։ Նա դժվարանում է կապ հաստատել մարդկանց հետ, արտահայտել իր զգացմունքները, հաղթահարել հիասթափությունները։ Երեկ գիշեր, երբ տեսա նրան զարդարելիս այդ ծառը, մենակ, սիրտս կոտրվեց։ Ես օգնություն առաջարկեցի, բայց նա ինձ հեռացրեց։ Ասաց, որ ուզում է մենակ անել։ Ես պատուհանից դիտում էի, տեսնելով, թե ինչպես է նա փորձում ու ձախողում։ Հենց պատրաստվում էի միջամտել, երբ դուք հայտնվեցիք։
Նա դադար տվեց, Կատարինեն տեսավ, թե ինչպես նրա աչքերը փայլեցին զսպված արցունքներից։ Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որը ես վաղուց չէի տեսել։ Նա ժպտաց։ Իսկապես ժպտաց։ Եվ երբ նա տուն մտավ, անդադար ձեր մասին էր խոսում, թե որքան բարի էիք, ինչպես օգնեցիք նրան։ Ձեզ համար դա գուցե պարզապես մի պարզ ժեստ էր, բայց ինձ համար, մեզ համար, դա շատ ավելին էր։ Կատարինեն կոկորդում խեղդոց զգաց։ Նա չէր սպասում այդ հուզական բացահայտմանը, այդ խոցելիությանը մի մարդուց, ով առաջին հայացքից թվում էր, թե ամեն ինչ իր վերահսկողության տակ ունի։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ, պարոն Հովհաննես։ Տեսա մի երեխայի, որը օգնության կարիք ուներ, օգնություն առաջարկեցի։ Ոչ ավելին։ Հովհաննեսը գլուխը թափահարեց։ Ոչ, դա միայն դա չէր։ Դուք տեսաք այն, ինչի կարիքն ուներ իմ դուստրն այդ պահին։ Դուք հասկացաք, թե ինչպես մոտենալ նրան, ինչպես շփվել նրա հետ։ Դա սովորական չէ։ Եվ դրա համար ես կցանկանայի ձեզ մի առաջարկ անել։ Կատարինեն լայն բացեց աչքերը, զարմացած։ Հովհաննեսն առաջ թեքվեց, արմունկները հենելով ծնկներին։ Ես շատ եմ աշխատում։ Օրվա մեծ մասն անցկացնում եմ դրսում, հանդիպումների, գործուղումների մեջ։ Իզաբելը մնում է սպասուհու հետ, որը լավ մարդ է, բայց աուտիզմի հետ փորձ չունի։ Նա հոգ է տանում հիմնական կարիքների մասին, բայց իսկապես չի կարողանում կապ հաստատել իմ դստեր հետ։ Ես երեկ նկատեցի, տեսնելով ձեզ երկուսիդ միասին, որ դուք յուրահատուկ մի բան ունեք։ Մի բան, որի կարիքն ունի Իզաբելը։ Կատարինեն չգիտեր ինչ ասել։ Հովհաննեսը շարունակեց. Ես կցանկանայի ձեզ աշխատանք առաջարկել։ Խնամել Իզաբելին։ Նրա հետ լինել, օգնել նրան, սովորեցնել նրան։ Դա կլինի աշխատավարձով, բնակարանով, ամեն ինչ կարգին։ Դուք ձեր դուստրը կունենաք սենյակ այստեղ, տանը, սնունդը երաշխավորված, դուք ամսական գումար կստանաք աշխատանքի համար։ Կատարինեն զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Դա չէր կարող տեղի ունենալ։ Չէր կարող իրական լինել։ Չափազանց լավ էր, իրական լինելու համար։ Նա նայեց Սոֆյային, որը հանգիստ քնած էր իր գրկում, հետո Իզաբելին, որը նրան դիտում էր հույսով լի բաց աչքերով։ Նա մտածեց ցուրտ գիշերների, քաղցի, մշտական վախի մասին։ Մտածեց այն ամենի մասին, ինչ կորցրել էր, այն ամենի մասին, ինչ կարող էր շահել։ Եվ հետո, խեղդված ձայնով, նա ասաց. Ես ընդունում եմ։ Այո, ընդունում եմ։ Հովհաննեսը ժպտաց, դա անկեղծ, թեթացումով լի ժպիտ էր։ Հիանալի։ Ապա եկեք սկսենք հենց այսօր։ Ես կխնդրեմ Մարիամին ձեզ համար սենյակ պատրաստել, դուք կարող եք հարմարավետ տեղավորվել։ Վաղը կխոսենք մանրամասների, ժամերի, պարտականությունների, մնացած ամեն ինչի մասին։ Այսօր պարզապես հանգստացեք, ծանոթացեք տանը։ Կատարինեն հազիվ էր հավատում իր լսածին։ 24 ժամից էլ քիչ ժամանակում նրա կյանքը լիովին փոխվել էր։ Նա դուրս էր եկել փողոցներից, գտել էր ոչ միայն տանիք ու սնունդ, այլ նպատակ։ Առավոտյան արթնանալու պատճառ։ Մի երեխա, որն իր կարիքն ուներ այնքան, որքան ինքը երկրորդ հնարավորության։ Մինչ Հովհաննեսը վեր կացավ, անհրաժեշտ կարգադրություններ անելու, Իզաբելը մոտեցավ Կատարինեին շշնջաց. Դու կմնաս։ Ընդմիշտ։ Կատարինեն շոյեց աղջկա շիկահեր մազերը ժպիտով պատասխանեց. Այո, կմնամ։ Ընդմիշտ։ Հովհաննեսի տանը առաջին օրերն անցնում էին ինչպես երազում, որից Կատարինեն վախենում էր ցանկացած պահի արթնանալ։ Նրան հատկացված սենյակն ավելի մեծ էր, քան ցանկացած վայր, որտեղ նա ապրել էր վերջին տարիներին։ Այնտեղ կար հարմարավետ երկտեղանոց մահճակալ, Սոֆյայի համար նոր օրորոց, որը Հովհաննեսը պատվիրել էր գնել հենց նույն օրը, ընդարձակ զգեստապահարան, նույնիսկ պատուհանի մոտ մի փոքրիկ բազկաթոռ, որտեղից կարելի էր տեսնել սուրբ ծննդյան լույսերով լուսավորված այգին։ Մարիամը, սպասուհին, որը գրեթե 10 տարի խնամում էր տունը, Կատարինեին ընդունեց հետաքրքրասիրության զսպվածության խառնուրդով։ Նա միջին տարիքի, բարեհամբույր, բայց զուսպ կին էր, որն ակնհայտորեն մտածում էր, թե ով է այս աղջիկը, որը փողոցից է եկել այժմ զբաղեցնում է առանձնատան գլխավոր սենյակներից մեկը։ Կատարինեն չնեղացավ Մարիամի զգուշավորությունից։ Նա հիանալի հասկանում էր։ Ի վերջո, նրա պատմությունը անսովոր էր, նույնիսկ անհավանական։ Քանի՞։
Մարդ է անօթան վիճակից տեղափոխվում կենտրոնի առանձնատուն ժամերի ընթացքում։ Բնական էր, որ կլիներ անվստահություն, հարցեր, կասկածներ նրա իրական մտադրությունների վերաբերյալ։ Բայց Կատարինեն նա գիտեր, որ այնտեղ բոլորի վստահությունը շահելու միակ ձը իր գործողությունների, այլ ոչ թե խոսքերի միջոցով էր։ Այսպիսով, նա կենտրոնացավ այն բանի վրա, ինչն իսկապես կարևոր էր՝ Իզաբելի։ Առաջին իսկ օրվանից նա ռեժիմ հաստատեց աղջկա հետ։ Վաղ էին արթնանում, միասին նախաճաշում, մինչ Հովհաննեսը պատրաստվում էր աշխատանքի գնալ, իսկ հետո առավոտներն անցկացնում էին զբաղմունքներ փնտրելով, որոնք կարող էին օգնել Իզաբելին զարգացնել իր սոցիալական էմոցիոնալ հմտությունները։ Կատարինեն բացահայտեց, որ Իզաբելը պաշտում է նկարել։ Աղջիկը բնատուր տաղանդ ուներ գույների ձերի նկատմամբ, ժամերով նստում էր հյուրասենյակի սեղանի մոտ իր գունավոր մատիտներով նկարչական տետրերով։ Բայց այն, ինչ ամենաշատն էր գրավում Կատարինեի ուշադրությունը, այն էր, թե ինչպես էր Իզաբելը նկարում։ Յուրաքանչյուր գիծ մտածված էր, յուրաքանչյուր գույն, զգուշությամբ ընտրված։ Շտապողականություն չկար, անհանգստություն չկար։ Կարծես այդ պահերին Իզաբելը գտնում էր մի խաղաղություն, որը չէր կարողանում գտնել ոչ մի այլ տեղ։ Կատարինեն սկսեց մասնակցել այդ նկարչական պարապմունքներին, նստելով աղջկա կողքին, ստեղծելով իր սեփական գործերը։ Երբեմն խոսում էին, երբեմն հարմարավետ լռության մեջ էին մնում։ Եվ աստիճանաբար Իզաբելը բացվեց, պատմելով փոքր բաներ իր օրվա, իր նախասիրությունների, իր վախերի մասին։ Սոֆյան, իր հերթին, դարձավ մշտական հանգստացնող ներկայություն Իզաբելի կյանքում։ Երեխան, իր 10-ամսական հասակում, հմայիչ փուլում էր, լի ժպիտներով, թոթովանքներով։ Իզաբելը հիացած էր Սոֆյայի արձակած յուրաքանչյուր ձայնից, նրա արած յուրաքանչյուր շարժումից։ Եվ մի շատ գեղեցիկ բան սկսեց տեղի ունենալ։ Իզաբելը, որը դժվարանում էր ջերմություն արտահայտել, էմոցիոնալ կապ հաստատել մարդկանց հետ, սկսեց անկեղծ քնքշություն ցուցաբերել երեխայի նկատմամբ։ Նա խնդրում էր օգնել Կատարինեին փոխել Սոֆյայի տակտիրները, կերակրել շշից, օրորել աղջկան, երբ նա լաց էր լինում։ Եվ Կատարինեն, տեսնելով այդ փոխակերպումը իր աչքի առաջ, զգում էր, թե ինչպես է սիրտը լցվում երախտագիտությամբ, հույսով։ Հովհաննեսը ամեն ինչ դիտում էր հեռվից։ Նա վաղ էր գնում աշխատանքի, ուշ վերադառնում, հաճախ, երբ Իզաբելն արդեն քնած էր լինում։ Բայց հանգստյան օրերին, երբ տանն էր, նա չէր կարող չնկատել իր դստեր մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Իզաբելն ավելի շփվող էր, ավելի ժպտերես, ավելի ներկա։ Նա փնտրում էր հորը, ցույց տալու իր նկարները, պատմելու Կատարինեի Սոֆյայի հետ խաղացած խաղերի մասին, կիսվելու իր օրվա փոքր մանրամասներով։ Եվ Հովհաննեսը, որը տարիներ շարունակ իրեն անզոր էր զգացել դստեր դժվարությունների առաջ, վերջապես սկսեց զգալ, որ հույս կա։ Որ գուցե, միայն գուցե, նրանք կարող են կառուցել ավելի թեթ, ավելի երջանիկ, ավելի կապված կյանք։ Բայց Կատարինեի նկատմամբ զգացած երախտագիտության հետ մեկտեղ, Հովհաննեսը սկսեց զգալ մի բան, որը չէր սպասում։ Մի ձգողություն, որը դուրս էր մասնագիտականի, երախտագիտության սահմաններից։ Նա բռնում էր իրեն Կատարինեին դիտելիս, երբ նա աղջիկների հետ խաղում էր այգում, նկատում էր, թե ինչպես էին նրա աչքերը փայլում, երբ Իզաբելը հասնում էր որևէ փոքր հաջողության, այն նրբանկատությունը, որով նա վերաբերվում էր Սոֆյային, այն անսահման համբերությունը, որը նա ցուցաբերում էր յուրաքանչյուր իրավիճակում։ Կատարինեն ընդամենը 27 տարեկան էր, 10 տարուց ավելի փոքր էր իրենից, նրանց կյանքերը բոլորովին տարբեր էին։ Բայց նրա մեջ մի բան կար, որը հուզում էր Հովհաննեսին այնպես, որ նա չէր կարող անտեսել։ Մի ներքին ուժ, դիմացկունություն, անկեղծ բարություն, որը կարծես ճառագում էր նրա յուրաքանչյուր շարժումից։ Հովհաննեսը փորձում էր իրեն համոզել, որ այդ զգացմունքները տեղին չեն։ Կատարինեն իր աշխատակիցն էր, այնտեղ էր իր դստերը խնամելու, այլ ոչ թե իր ցանկությունների օբյեկտը լինելու համար։ Բացի այդ, նա սարսափելի իրավիճակների միջով էր անցել, վերականգնում էր իր կյանքը, վերջին բանը, որի կարիքը նա ուներ, էմոցիոնալ բարդություններն էին։ Այսպիսով, նա հեռավորություն էր պահում, նրան վերաբերվում էր մասնագիտական քաղաքավարությամբ, խուսափում էր շատ անձնական խոսակցություններից։ Բայց գիշերը, երբ մենակ էր իր սենյակում, Հովհաննեսը չէր կարողանում չմտածել նրա մասին։ Մտածում էր այն քաջության մասին, որ Կատարինեն ցուցաբերել էր, համաձայնելով օգնել անծանոթ երեխայի սուրբ ծննդյան գիշերը։ Մտածում էր այն ամենի մասին, ինչ նա կորցրել էր, թե ինչպես, չնայած դրան, չէր կորցրել իր մարդկայնությունը։ Եվ մտածում էր նա, թե ինչպիսին կլիներ ունենալ այդպիսի մեկին իր կողքին, ոչ միայն որպես իր դստեր խնամող, այլ որպես ուղեկից, որպես կյանքի ընկեր։
Կատարինեն իր հերթին այնքան կենտրոնացած էր իր նոր ռեժիմի Իզաբելի հետ աշխատանքի վրա, որ հազիվ ժամանակ ուներ մտածելու որևէ այլ բանի մասին։ Բայց լինում էին պահեր, սովորաբար գիշերը, երբ Սոֆյային քնեցնում էր մնում մենակ իր մտքերի հետ, երբ նա իրեն թույլ էր տալիս խորել այն շրջադարձի մասին, որ կատարել էր իր կյանքը։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա քնում էր այգու նստարաններին, մրսում էր, սոված էր մնում, ապրում էր մշտական վախի մեջ։ Իսկ հիմա նա հարմարավետ տանն էր, երաշխավորված սնունդով, մի աշխատանքով, որը սիրում էր, խնամելով մի երեխայի, որը յուրահատուկ տեղ էր գրավել իր սրտում։ Դա գրեթե անիրական էր։ Եվ այն հսկայական երախտագիտության հետ մեկտեղ, որը նա զգում էր, կար նա համար վախ։ Վախ, որ այդ ամենը ժամանակավոր է։ Վախ, որ Հովհաննեսը կփոխի իր միտքը։ Վախ, որ ինքը սխալ բան կանի նորից ամեն ինչ կկորցնի։ Բայց երբ շաբաթներն անցնում էին, այդ վախը թուլանում էր։ Հովհաննեսը երբեք իր աշխատանքից դժգոհության նշաններ ցույց չտվեց։ Ընդհակառակը, նա հաճախ գովում էր Իզաբելի առաջընթացը, շնորհակալություն էր հայտնում Կատարինեի նվիրվածության համար, միշտ իրեն ցույց էր տալիս հարգալից ուշադիր։ Մարիամը նույնպես ժամանակի ընթացքում բացվեց, երկու կանայք ներդաշնակ համագործակցություն զարգացրին տանը։ Մարիամը զբաղվում էր մաքրությամբ, խոհանոցով ընդհանուր գործերով, մինչդեռ Կատարինեն բացառապես նվիրված էր Իզաբելին։ Եվ Սոֆյան, որն արագ էր մեծանում, օրեցօր ավելի խելացի ու պաշտելի էր դառնում, գրավելով տան բոլորի սրտերը, այդ թվում Հովհաննեսի, որը երբեմն նրան գրկում էր խաղում նրա հետ հանգստյան օրերին։ Հունվարյան մի կեսօր, երբ ամառվա տապն իր գագաթնակետին էր հասել, բոլորը ստվերում ապաստան էին փնտրում, տեղի ունեցավ մի նշանակալի բան։ Կատարինեն Իզաբելի Սոֆյայի հետ այգում էր, նստած մի մեծ ծառի տակ, որը առատ ստվեր էր տալիս։ Իզաբելը նկարում էր իր տետրում, Սոֆյան խաղում էր մի քանի գունավոր խաղալիքներով, որոնք Հովհաննեսը գնել էր, իսկ Կատարինեն կարդում էր մի գիրք, որը գտել էր տան գրադարանում։ Դա կատարյալ խաղաղության պահ էր, այնպիսիներից, որոնք ընդմիշտ դրոշմվում են հիշողության մեջ։ Հանկարծ Իզաբելը բարձրացրեց աչքերը նկարից ասաց իր փափուկ ձայնով. «Կատարինե, կարող եմ քեզ մի հարց տալ»։ Կատարինեն անմիջապես փակեց գիրքը, իր ողջ ուշադրությունը սեռեց աղջկա վրա։ «Իհարկե, կարող ես հարցնել ինչ ուզում ես»։ Իզաբելը մի պահ տատանվեց, գծելով ստորին շրթունքը, ինչպես միշտ անում էր, երբ մտածում էր ինչ-որ կարևոր բանի մասին։ «Ինչու դու տուն չունես»։ Հարցը անակնկալի բերեց Կատարինեին։ Այդ ամբողջ ընթացքում Իզաբելը երբեք չէր հարցրել իր անցյալի, այն մասին, թե ինչպես էր նա հասել այնտեղ։ Կատարինեն խորը շունչ քաշեց, որոշեց ազնիվ լինել։ «Ես տուն ունեի, Իզաբել։ Աշխատանք էլ ունեի, լավ էի ապրում։ Բայց երբեմն կյանքը մեզ հետ կատակներ է անում, գիտես։ Ես կորցրի աշխատանքս, չկարողացա վճարել վարձը, ստիպված եղա դուրս գալ։ Եվ երբ գնալու տեղ չունես, սկսում ես ապրել փողոցում, ինչպես ես էի, երբ ծանոթացա քեզ հետ»։ Իզաբելը լուռ մարսեց տեղեկությունը, հայացքը վերադարձնելով նկարին։ Մի քանի վայրկյան հետո նա նորից հարցրեց. «Իսկ հիմա դու տուն ունես»։ «Այստեղ, մեզ հետ»։ Կատարինեն քնքշորեն ժպտաց։ «Այո, ունեմ։ Քո հայրիկի շնորհիվ ես ու Սոֆյան հիմա տուն ունենք։ Եվ ես շատ շնորհակալ եմ դրա համար»։ Իզաբելը գլխով արեց, կարծես գոհ լինելով պատասխանից։ Հետո նա ասաց մի բան, որը ստիպեց Կատարինեի սրտին արագ բաբախել։ «Ես քեզ սիրում եմ։ Ուզում եմ, որ ընդմիշտ մնաս։ Չեմ ուզում, որ գնաս»։ Կատարինեն զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին արցունքներով, բայց արագ թարթեց, դրանք հեռացնելու համար։ Նա մոտեցավ Իզաբելին, քնքշորեն գրկեց աղջկան։ «Ես էլ քեզ շատ եմ սիրում, Իզաբել։ Եվ ոչ մի տեղ գնալու մտադրություն չունեմ։ Ես կմնամ այստեղ, քեզ խնամելով, այնքան ժամանակ, որքան դու կուզենաս»։ Իզաբելը պատասխանեց գրկախառնությանը, մի բան, որը նա հազվադեպ էր անում, այդպես մնաց մի քանի վայրկյան, նախքան հեռանալը իր նկարին վերադառնալը։ Բայց Կատարինեն նկատեց մի փոքրիկ ժպիտ աղջկա դեմքին, իմացավ, որ այդ պահը յուրահատուկ էր երկուսի համար էլ։ Այդ գիշեր, երբ Հովհաննեսը վերադարձավ աշխատանքից, Իզաբելը վազեց նրա մոտ այն նկարով, որն արել էր կեսօրին։ Դա 4 մարդու նկար էր։ Մի բարձրահասակ տղամարդ, մի կին երկար մազերով, մի շիկահեր աղջիկ, մի երեխա։ Բոլորը ձեռք ձեռքի բռնած էին, ժպտում էին, հետում մեծ տուն կար, իսկ երկնքում պայծառ դեղին ար։
Հովհաննեսը ուշադիր նայեց նկարին, զգալով, թե ինչպես է կոկորդում խեղդոց առաջանում։ Շատ գեղեցիկ է, աղջիկս։ Ովքեր են այս մարդիկ։ Իզաբելը ցույց տվեց յուրաքանչյուր կերպարին։ Սա դու ես, հայրիկ։ Սա Կատարինեն է։ Սա ես եմ։ Իսկ սա Սոֆյան է։ Սա մենք ենք, մեր ընտանիքը։ Հովհաննեսը զգաց, կարծես հատակը անհետացել էր իր ոտքերի տակից։ Նա նայեց Կատարինեին, որը սենյակի մյուս կողմում էր Սոֆյային գրկած, տեսավ, որ նա նույնպես խոսքեր չէր գտնում։ Իզաբելը լիովին չէր հասկանում իր ասացի կշիռը, բայց Հովհաննեսի Կատարինեի համար այդ խոսքերը խորը իմաստ էին կրում։ Իզաբելը իր անմեղության անկեղծության մեջ բարձրաձայնել էր մի բան, որը նրանցից ոչ մեկը խոստովանելու քաջություն չուներ։ Այն, ինչ նրանք կառուցում էին այնտեղ, այդ տանը, շատ ավելին էր, քան մասնագիտական հարաբերություն։ Դա անկեղծ կապ էր, ընտանեկան կառույց, որը ձևավորվում էր բնականորեն, օրգանապես։ Հովհաննեսը շնորհակալություն հայտնեց դստերը նկարի համար, ասաց, որ այն կպահի յուրահատուկ տեղում, հետո հեռացավ իր աշխատասենյակ, կարիք ունենալով մի պահ մենակ մնալ, ամեն ինչ մարսելու համար։ Կատարինեն իր հերթին այդ գիշեր Սոֆյային ավելի վաղ քնեցրեց նստեց սենյակի բազկաթոռին, պատուհանից նայելով այգու խավարին։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այն սուրբ ծննդյան գիշերվանից ի վեր։ Մտածեց, թե ինչպես էր փոխվել իր կյանքը, ինչպես էր գտել ոչ միայն տանիք ու սնունդ, այլ նպատակ պատկանելություն։ Մտածեց Իզաբելի մասին, այն մասին, թե ինչպես էր աղջիկը գրավել իր սիրտը, ինչպես էր օրեցօր ավելի կապվում այդ յուրահատուկ երեխայի հետ։ Եվ մտածեց նա Հովհաննեսի մասին։ Նա լավ մարդ էր, դա նա գիտեր։ Աշխատասեր, նվիրված, սիրող իր դստեր նկատմամբ։ Բայց նրա մեջ մի բան կար, որը Կատարինեն նկատում էր տողատակերում, մի խորը տխրություն, որը նա փորձում էր թաքցնել։ Մի մենություն, որը աշխարհի ողջ փողը չէր կարող լրացնել։ Նա մտածում էր Իզաբելի մոր մասին, այն մասին, թե ինչ էր պատահել Հովհաննեսի ամուսնությանը, ինչու էր նա մենակ մեծացնում դստերը։ Բայց դրանք հարցեր էին, որոնք Կատարինեն իրեն հարմար չէր զգում տալ։ Դա իր տեղը չէր, իր իրավունքը չէր։ Նա այնտեղ էր Իզաբելին խնամելու, այլ ոչ թե Հովհաննեսի անձնական կյանքին խառնվելու համար։ Այսպիսով, նա իր հետաքրքրությունները պահեց իր մեջ, շարունակեց անել այն, ինչ լավագույնս էր անում։ Լիովին նվիրվել աղջկա բարեկեցությանը։ Օրերը շարունակվում էին անցնել հարմարավետ կանխատեսելի ռեժիմով։ Կատարինեն վաղ էր արթնանում, նախաճաշ էր պատրաստում Իզաբելի համար, անհրաժեշտության դեպքում տանում նրան դպրոց, օրվա վերջում բերում, օգնում տնային աշխատանքների հետ, խաղում այգում, քնելուց առաջ պատմություններ կարդում։ Եվ այս բոլոր գործողություններում նա դնում էր իր ողջ սերն ու նվիրվածությունը։ Բայց հետո փետրվարյան մի գիշեր, երբ ամառը սկսում էր նշաններ տալ, որ շուտով կավարտվի, տեղի ունեցավ մի բան, որը լիովին փոխեց տան դինամիկան։ Դա առանձնապես փոթորկոտ գիշեր էր, որոտի ուժեղ ձայներով պատուհաններին խփող հորդառատ անձրով։ Կատարինեն Սոֆյայի հետ սենյակում էր, որն արթնացել էր աղմուկից վախեցած, երբ ճիչեր լսեց Իզաբելի սենյակից։ Նա վազեց այնտեղ, Սոֆյային գրկած, գտավ Իզաբելին ճգնաժամի մեջ։ Աղջիկը սենյակի անկյունում էր, կծկված, ձեռքերն ականջներին, մարմինը բուռն ճոճում էր գոռում։ Որոտի ձայնը նրան լիովին դուրս էր բերել հավասարակշռությունից, նա ակնհայտորեն խուճապի մեջ էր։ Կատարինեն Սոֆյային տվեց Մարիամին, որը անհանգիստ հայտնվել էր միջանցքում, հանգիստ մոտեցավ Իզաբելին։ Նա գիտեր, որ այդ պահին չի կարող դիպչել աղջկան, որ ճգնաժամի ժամանակ ֆիզիկական շփումը կարող է ամեն ինչ վատթարացնել։ Այսպիսով, նա նստեց հատակին անվտանգ հեռավորության վրա, սկսեց խոսել փափուկ ռիթմիկ ձայնով. Իզաբել, ես այստեղ եմ։ Դու անվտանգ ես։ Դա ընդամենը փոթորիկ է, այն կանցնի։ Շնչիր ինձ հետ, դանդաղ։ Շնչիր քթով, պահիր, արտաշնչիր բերանով։ Եկ միասին անենք։ Կատարինեն սկսեց չափազանցված շնչել, որպեսզի Իզաբելը կարողանա տեսնել լսել։ Շնչիր, պահիր, արտաշնչիր։ Շնչիր, պահիր, արտաշնչիր։ Աստիճանաբար, շատ դանդաղ, Իզաբելը սկսեց հանգստանալ։ Նրա ճիչերը նվազեցին, վերածվեցին հեկեկոցների, վերջապես դադարեցին։ Հովհաննեսը, որը փոթորկի մեջ տուն էր հասել ճիչերը լսելով, վազել էր վեր, կանգ առավ սենյակի դռան մոտ, դիտեց տեսարանը։ Կատարինեն դեռ հատակին էր, ռիթմիկ շնչում էր, իսկ Իզաբելը սկսել էր նմանակել նրան։ Շնչիր, պահիր, արտաշնչիր։
Շնչիր, պահիր, արտաշնչիր։ Մի քանի րոպե հետո Իզաբելը վերջապես հանեց ձեռքերն ականջներից նայեց Կատարինեին արցունքներով լի աչքերով։ Կատարինեն բացեց ձեռքերը, այս անգամ Իզաբելն ընդունեց գրկախառնությունը, նետվելով նրա գիրկը անզուսպ լաց լինելով։ Կատարինեն ամուր բռնեց նրան, շոյելով նրա մազերը շշնջալով հանգստացնող խոսքեր։ Ամեն ինչ լավ է, սիրելիս։ Դու շատ քաջ ես։ Փոթորիկն արդեն անցնում է։ Դու անվտանգ ես այստեղ, ինձ հետ։ Հովհաննեսը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Նա տարիների ընթացքում ականատես էր եղել Իզաբելի բազմաթիվ ճգնաժամերի, բայց երբեք չէր տեսել, որ որևէ մեկը կարողանա նրան այդքան արագ արդյունավետ հանգստացնել։ Սովորաբար, ճգնաժամերը տում էին ժամեր, Իզաբելին հյուծված թողնելով, իսկ իրեն լիովին անզոր։ Բայց ահա Կատարինեն, մի կին, որը ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր մտել իրենց կյանք, կարողացավ անել այն, ինչ ինքը երբեք չէր կարողացել։ Իր դստերը ապահովությամբ սիրով վերադարձնել ճգնաժամի անդունդից։ Երբ Իզաբելը վերջապես լիովին հանգստացավ քնեց Կատարինեի գրկում, Հովհաննեսը մտավ սենյակ օգնեց նրան պառկեցնել մահճակալին։ Նրանք ծածկեցին նրան վերմակով, թողեցին գիշերային լույսը վառված լուռ դուրս եկան սենյակից։ Միջանցքում Հովհաննեսը վերջապես թույլ տվեց իր հույզերին դուրս գալ։ Նա հենվեց պատին սկսեց ցածրաձայն լաց լինել, դեմքը ծածկելով ձեռքերով։ Կատարինեն, չիմանալով, թե ինչ անել, մոտեցավ նրբորեն դիպավ նրա թին։ Հովհաննես, ամեն ինչ լավ է։ Նա հիմա լավ է։ Հովհաննեսը գլուխը թափահարեց, փորձելով զսպել արցունքները։ Դա միայն դա չէ։ Պարզապես ես երբեք չեմ կարողացել անել այն, ինչ դու հենց նոր արեցիր։ Ես նրա հայրն եմ, պետք է իմանամ, թե ինչպես օգնել նրան, բայց ամեն անգամ, երբ նա ճգնաժամի մեջ է ընկնում, ես ինձ լիովին կորցրած եմ զգում։ Իսկ դու, որ նրան այնքան քիչ ժամանակ ես ճանաչում, կարողացար նրան հանգստացնել այնպես, ինչպես ես երբեք չեմ կարողացել։ Դա ինձ ստիպում է ինձ հոր դերում ձախողված զգալ։ Կատարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Նա բռնեց Հովհաննեսի երկու ձեռքերը, ստիպելով նրան նայել իրեն։ Դու ձախողված չես, Հովհաննես։ Դու հրաշալի հայր ես, որն իր դստերը սիրում է աշխարհում ամեն ինչից շատ։ Իզաբելը դա գիտի, ես դա գիտեմ, ցանկացած մարդ, որ տեսնում է ձեզ միասին, դա գիտի։ Այն փաստը, որ ես կարողացա նրան հանգստացնել այսօր, ոչ մի կերպ չի նվազեցնում այն, ինչ դու անում ես նրա համար ամեն օր։ Ես փորձ ունեմ աուտիզմով երեխաների հետ, աշխատել եմ նրանց հետ նախկինում։ Դու այդ փորձը չունես, բայց ունես շատ ավելի կարևոր բան։ Դու սեր ունես։ Եվ հենց այդ սերն է, որ ամբողջ տարբերությունը կտա նրա կյանքում։ Հովհաննեսը նայեց Կատարինեի աչքերին, այդ պահին նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Խոսքեր չասվեցին, ակնհայտ ժեստեր չեղան, բայց երկուսն էլ զգացին։ Մի խորը կապ, մի ձգողություն, որը դուրս էր ֆիզիկականից, ռացիոնալից։ Հովհաննեսը մի քայլ հետ գնաց, բաց թողնելով Կատարինեի ձեռքերը մաքրելով դեմքը։ Ներիր, ես չպետք է այսպես փլուզվեի։ Դժվար գիշեր էր։ Կատարինեն գլուխը թափահարեց։ Ներողություն խնդրելու կարիք չկա։ Բոլորս էլ ունենում ենք մեր խոցելիության պահերը։ Եվ դա նորմալ է։ Հովհաննեսը փորձեց փոքր ինչ ժպտալ։ Շնորհակալություն, Կատարինե։ Ամեն ինչի համար։ Այստեղ լինելու, Իզաբելին խնամելու, այս հիանալի մարդը լինելու համար, որ դու ես։ Նա դադար տվեց, կարծես ուզում էր ավելին ասել, բայց հետո պարզապես գլխով արեց ուղղվեց դեպի իր սենյակ։ Կատարինեն մի քանի րոպե կանգնած մնաց այնտեղ, մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նա վերադարձավ իր սենյակ, ստուգեց, որ Սոֆյան դեռ հանգիստ քնած է, պառկեց մահճակալին, բայց քունն այդ գիշեր հեշտությամբ չեկավ։ Նա մտածեց Հովհաննեսի հայացքի, այն մասին, թե ինչպես էր նա բռնել իր ձեռքերը, նրա ձայնի անկեղծ հուզմունքի մասին։ Եվ հասկացավ, վախի հուզմունքի խառնուրդով, որ նրանց միջ ինչ-որ բան էր աճում։ Մի բան, որը չպետք է լիներ, մի բան, որը բարդացնում էր այն արդեն իսկ նուրբ իրավիճակը, որում նրանք գտնվում էին։ Նա իր աշխատակիցն էր, այնտեղ էր իր դստերը խնամելու, այլ ոչ թե նրա հանդեպ զգացմունքներ զարգացնելու համար։ Բայց սիրտը չի ենթարկվում բանականությանը, Կատարինեն գիտեր, որ սկսում է Հովհաննեսի հանդեպ զգալ մի բան, որը շատ ավելին էր, քան երախտագիտություն կամ մասնագիտական հարգանք։ Նա սիրահարվում էր։ Եվ դա, նա գիտեր, կարող էր ամեն ինչ վտանգի տակ դնել։
Այն ամենը, ինչ նա ձեռք էր բերել, այն ողջ կայունությունը, որ գտել էր, այն ողջ երջանկությունը, որ Իզաբելը զգում էր։ Հաջորդ օրերին Կատարինեն փորձում էր էմոցիոնալ հեռավորություն պահել Հովհաննեսից։ Նա քաղաքավարի էր, պրոֆեսիոնալ, բայց խուսափում էր շատ անձնական խոսակցություններից։ Հովհաննեսը իր հերթին, կարծես նույնն էր անում։ Նրանք առավոտյան քաղաքավարի բարում էին միմյանց, անհրաժեշտության դեպքում տեղեկություններ փոխանակում Իզաբելի մասին, բայց օդում լարվածություն կար, որը նախկինում չկար։ Մարիամը նկատեց փոփոխությունը, բայց ոչինչ չասաց։ Նա պարզապես դիտում էր իր ուշադիր աչքերով, Կատարինեն վստահ էր, որ սպասուհին նկատել էր, թե ինչ է կատարվում։ Իզաբելը, բարեբախտաբար, ոչինչ չնկատեց։ Նա շարունակում էր իր աշխարհում լինել, օրեցօր ավելի բաց, ավելի շփվող, ավելի երջանիկ։ Եվ հենց նրա համար Կատարինեն հիշեցնում էր իրեն, որ այս ամենն արժեր։ Հենց Իզաբելի համար էր, որ նա պետք է վերահսկողությունը պահեր, պրոֆեսիոնալիզմը պահեր, թույլ չտար, որ անտեղի զգացմունքները վտանգեին այն հիանալի աշխատանքը, որ նրանք միասին անում էին։ Բայց հետո, փետրվարի վերջի մի արոտ շաբաթ օր, Հովհաննեսը մի որոշում կայացրեց, որը նորից ամեն ինչ պետք է փոխեր։ Նա վաղ արթնացավ, բոլորի համար նախաճաշ պատրաստեց, հայտարարեց, որ օրը պատրաստվում են անցկացնել Սանի ափին։ Իզաբելը, որը պաշտում էր լիճը, բայց հազվադեպ էր գնալու հնարավորություն ունենում, հիացած էր։ Կատարինեն տատանվեց, մտածելով, որ գուցե տեղին չէ, որ ինքը նրանց ուղեկցի ընտանեկան զբոսանքի։ Բայց Հովհաննեսը պնդեց. «Դու այս ընտանիքի մասն ես, Կատարինե։ Եվ Իզաբելը շատ ավելի հանգիստ է, երբ դու մոտ ես։ Խնդրում եմ, արի մեզ հետ»։ Եվ այսպես, մի քանի ժամ անց 4-ը Սանի ափին էին, վայելելով Արը, լճի զեփյուռը, ազատության զգացումը, որը միայն լճապնյա օրը կարող է տալ։ Իզաբելը Սոֆիայի հետ խաղում էր ավազի վրա, ամրոցներ կառուցելով, խեցիներ հավաքելով։ Հովհաննեսն ու Կատարինեն մոտակայքում էին, վերահսկելով, բայց նա հանգստանալով, թույլ տալով, որ լճի զեփյուռը մի փոքր տանի կուտակված լարվածությունը։ Որոշ պահի Իզաբելը խնդրեց, որ Հովհաննեսը իրեն տանի ալիքների մեջ խաղալու։ Նա անմիջապես համաձայնեց, երկուսը գնացին դեպի ջուրը, Կատարինեին Սոֆիայի հետ թողնելով ավազի վրա։ Կատարինեն դիտում էր, թե ինչպես են հայր ու դուստր խաղում ալիքների մեջ, ծիծաղում, զվարճանում, զգաց, թե ինչպես է հուզմունքի ալիքը պատում իրեն։ Այդ տեսարանն այնքան գեղեցիկ էր, այնքան մաքուր, այնքան սիրով լի։ Եվ նա այնտեղ էր, այդ ամենի մասը կազմելով։ Ոչ թե որպես արտաքին դիտորդ, այլ որպես մեկը, ով պատկանում էր։ Ով տեղ ուներ։ Ով կարոր էր։ Երբ Հովհաննեսն ու Իզաբելը վերադարձան ջրից, բոլորը սոված էին։ Նրանք պիկնիկ արեցին հենց ավազի վրա, ուտելով սենդվիչներ մրգեր, որոնք Մարիամը պատրաստել էր, խմելով սառը կոկոսի ջուր, խոսելով պարզ ու թեթ բաների մասին։ Եվ առաջին անգամ այն փոթորկոտ գիշերվանից ի վեր, Հովհաննեսի Կատարինեի միջ լարվածությունը կարծես մի փոքր ցրվեց։ Նրանք նորից սկսեցին բնական խոսել, միասին ծիծաղել, հանցակից հայացքներ փոխանակել, երբ Իզաբելը պաշտելի բան էր անում։ Երեկոյան, երբ Արը սկսում էր մայր մտնել հորիզոնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Իզաբելը քնեց Կատարինեի գրկում, հոգնած, բայց երջանիկ։ Հովհաննեսը նայեց երեքին, զգաց, թե ինչպես է իր սիրտը լցվում մի զգացումով, որը նա տարիներ շարունակ չէր զգացել։ Երջանկություն։ Լիակատար երջանկություն, առանց վերապահումների, առանց վախի։ Եվ նա իմացավ այդ պահին, որ այլս չի կարող ժխտել այն, ինչ զգում է։ Այլս չի կարող ծածնել, թե Կատարինեն պարզապես իր դստեր խնամողն է։ Նա շատ ավելին էր։ Նա այն մարդն էր, որը լույս էր բերել իր տուն, որը սովորեցրել էր իր դստերը նորից ժպտալ, որը ստիպել էր իրեն հավատալ, որ հնարավոր է նորից սկսել։ Եվ նա սիրահարված էր նրան։ Լիովին, անդառնալիորեն սիրահարված։ Լճապնյա զբոսանքին հաջորդած օրերը նշանավորվեցին տան դինամիկայի նուրբ, բայց նշանակալի փոփոխությամբ։ Հովհաննեսը սկսեց ավելի վաղ գալ աշխատանքից, օգտվելով երեկոյան վերջին ժամերից, Իզաբելի հետ լինելու համար, նախքան նրա քնելը։ Նա ավելի շատ էր մասնակցում դստեր զբաղմունքներին, նստում էր նրա կողքին, երբ նա նկարում էր, ուշադիր լսում նրա պատմությունները օրվա մասին, խաղում այգում, երբ եղանակը թույլ էր տալիս։ Եվ այս բոլոր պահերին Կատարինեն ներկա էր։ Ոչ թե որպես հեռավոր դիտորդ, այլ որպես այդ պահերի անբաժանելի մաս։ Հովհաննեսը նկատում էր, որ նրա ներկայությունը ամեն ինչ ավելի թեթ, ավելի բնական էր դարձնում։ Իզաբելն ավելի հանգիստ էր, ավելի շփվող, երբ Կատարինեն մոտակայքում էր։
Եվ ինքն էլ իրեն ավելի լավ էր զգում, ավելի ամբողջական, երբ 4-ը միասին էին։ Մարիամը ամեն ինչ դիտում էր զուսպ ժպիտով։ Նա բավական երկար էր աշխատում այդ տանը, որպեսզի շատ լավ ճանաչեր Հովհաննեսին, իմանար, որ նա շատ է տառապել իր ամուսնության ավարտից Իզաբելին մենակ մեծացնելու մարտահրավերներից։ Տեսնել, թե ինչպես է այդ լավ մարդը վերջապես նորից բացվում երջանիկ լինելու հնարավորության առաջ, նրա սիրտը ուրախությամբ էր լցնում։ Իսկ Կատարինեն, այն աղջիկը, որը եկել էր առանց ոչնչի այդքան յուրահատուկ տեղ գրավել այդ ընտանիքում, արժանի էր նրա ողջ հիացմունքին։ Մարիամը տեսնում էր, թե ինչպես է Կատարինեն ջանասիրաբար աշխատում, ինչպես է անկեղծ սիրով նվիրվում Իզաբելին, ինչպես է անսահման քնքշությամբ վերաբերվում Սոֆյային։ Եվ տեսնում էր նա, քանի որ փորձառու ուշադիր կին էր, թե ինչպես է Կատարինեն նայում Հովհաննեսին, երբ մտածում էր, թե ոչ ոք չի տեսնում։ Այն հիացմունքի, երախտագիտության մի ավելի խորը բանի խառնուրդով, որը նա փորձում էր թաքցնել։ Մարտի մի առավոտ, երբ աշունն արդեն հայտարարում էր իր գալուստը իր ավելի մեղմ ջերմաստիճանով պարզ երկնքով, Հովհաննեսն արթնացավ կայացրած որոշումով։ Նա այլևս չէր կարող ծածնել, թե չի զգում այն, ինչ զգում է։ Այլևս չէր կարող ապրել այդ մշտական լարվածության, հայացքների չասված խոսքերի այդ խաղի մեջ։ Նա պետք է խոսեր Կատարինեի հետ, պետք է ազնիվ լիներ իր զգացմունքների մասին, նույնիսկ եթե մերժվելու կամ իրավիճակն էլ ավելի բարդացնելու ռիսկ կար։ Բայց դրանից առաջ նա պետք է նրան պատմեր մի բան, որը պահել էր իր մեջ այն օրվանից, երբ ծանոթացել էր նրա հետ։ Պետք է խոսեր Հեղինեի, Իզաբելի մոր մասին, ցավալի ավարտ ունեցած ամուսնության մասին, այն վերքերի մասին, որոնք դեռ լիովին չէին սպիացել։ Այդ գիշեր, երբ Իզաբելը քնեց Սոֆյան հանգիստ էր իր օրորոցում, Հովհաննեսը խնդրեց Կատարինեին, որ խոսեն հյուրասենյակում։ Նա համաձայնեց, չնայած իր զգացած նյարդայնությանը։ Նրանք նստեցին բազմոցին, պահպանելով հարգալից հեռավորություն, Հովհաննեսը սկսեց խոսել։ Նրա ձայնը ցածր էր, հուզմունքով լի, բայց հաստատուն։ Նա պատմեց, թե ինչպես է ծանոթացել Հեղինեի հետ գործնական համաժողովի ժամանակ, ինչպես են արագ սիրահարվել ամուսնացել ընդամենը 1 տարվա ընկերությունից հետո։ Պատմեց Իզաբելի գալստյան ուրախության մասին, թե ինչպես են իրենց օրհնված զգացել այդ գեղեցիկ, բաց աչքերով աղջկա համար։ Բայց հետո եկավ ախտորոշումը։ Իզաբելը 2 տարեկան էր, երբ նրանք սկսեցին նկատել, որ ինչ-որ բան այն չէ։ Նա չէր արձագանքում իր անվանը, խուսափում էր տեսողական շփումից, հաճախակի ինտենսիվ ճգնաժամեր էր ունենում։ Ամիսներ տաց խորհրդատվություններից հետազոտություններից հետո եկավ հաստատումը՝ աուտիզմ։ Հովհաննեսը դադար տվեց, խորը շունչ քաշելով, նախքան շարունակելը։ Հեղինեն չկարողացավ հաղթահարել ախտորոշումը։ Նա միշտ իդեալականացրել էր կատարյալ մայրություն, մի դուստր, որը կհետեր զարգացման բոլոր փուլերին սպասված ժամանակին, մի ընտանիք, որը կհամապատասխաներ սոցիալական չափանիշներին։ Երբ նա հասկացավ, որ Իզաբելը տարբեր է լինելու, որ նա կպահանջի հատուկ խնամք, կրկնակի համբերություն, մշտական նվիրվածություն, նա սկսեց հեռանալ։ Սկզբում էմոցիոնալ, դառնալով հեռու սառը։ Հետո ֆիզիկապես, ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնելով տնից դուրս, հորինելով պարտավորություններ ու ուղղություններ։ Մինչ որ, երբ Իզաբելը 3 տարեկան էր, Հեղինեն պարզապես հեռացավ։ Թողեց մի նամակ, ասելով, որ այլևս չի կարող ապրել այդ կյանքով, որ բավականաչափ ուժեղ չէ հատուկ կարիքներով երեխայի մայր լինելու համար, որ պետք է նորից սկսի մեկ այլ տեղ։ Եվ անհետացավ։ Կապ չպահպանեց, նորություններ չհարցրեց, դստերը չայցելեց։ Պարզապես ջնջեց իր կյանքի այդ մասը, կարծես այն երբեք գոյություն չի ունեցել։ Կատարինեն լուռ լսում էր, զգալով, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Հովհաննեսի ձայնի ցավը շոշափելի էր, նույնիսկ այսքան տարի անց։ Նա պատկերացրեց, թե որքան դժվար է եղել նրա համար, մենակ մեծացնելով դստերը, հաղթահարելով աուտիզմի մարտահրավերները առանց աջակցության, կրելով Հեղինեի մերժումը որպես անտեսանելի, բայց մշտական բեռ։ Ինչպես կարողացար, Հովհաննես։ Ինչպես կարողացար առաջ շարժվել նման բանից հետո։ Հովհաննեսը նայեց նրան, նրա աչքերը նույնպես խոնավ էին։ Ես պետք է կարողանայի։ Իզաբելն իմ կարիքն ուներ։ Եվ ես նրան սիրում եմ այս աշխարհում ամեն ինչից շատ։ Նա չի ընտրել աուտիզմ ունենալ, չի խնդրել տարբեր լինել։ Եվ ես երբեք նրան չէի լքի դրա համար։ Այսպիսով, ես սովորեցի։ Կարդացի այն ամենը, ինչ կարող էի թեմայի վերաբերյալ, փնտրեցի լավագույն մասնագետներին, փորձեցի հասկանալ նրա աշխարհը, որպեսզի կարողանամ նրան օգնել լավագույն ձով։ Միշտ չէ, որ հեշտ է եղել։
Եղել են պահեր, երբ մտածել եմ, որ չեմ դիմանա։ Բայց հիմա նայում եմ նրան, տեսնում, թե որքան է նա զարգացել, որքան հիանալի է, գիտեմ, որ արժեր ջանքերի յուրաքանչյուր վայրկյանը։ Կատարինեն մոտեցավ, բռնեց Հովհաննեսի ձեռքը։ Նա հիանալի աղջիկ է, Հովհաննես։ Եվ դու բացառիկ հայր ես։ Այն, ինչ արեց Հեղինեն, վախկոտություն, եսասիրություն էր, բայց ի վերջո ավելի լավ եղավ Իզաբելի համար։ Որովհետև նա ունի քեզ, որը նրան անպայմանորեն սիրում է, որը երբեք չի հանձնվում, որը միշտ ներկա է։ Եվ դա շատ ավելին արժե, քան որը այլ բան։ Հովհաննեսը սեղմեց Կատարինեի ձեռքը, զգալով խորը կապ այդ պարզ ժեստի մեջ։ Ես քեզ այս ամենը պատմեցի, որովհետև ուզում եմ, որ դու հասկանաս, թե ինչու եմ ես այդքան զգույշ, այդքան ուշադիր։ Հեղինեի հետ պատահածից հետո ես իմ շուրջը պատեր կառուցեցի։ Ինքս ինձ խոստացա, որ այլս երբեք ոչ ոքի թույլ չեմ տա մտնել Իզաբելի կյանք, եթե բացարձակապես վստահ չլինեմ, որ այդ մարդը կմնա։ Որովհետև նա արդեն մեկ մերժում է ապրել, արդեն լքվել է մեկի կողմից, որը պետք է նրան անպայմանորեն սիրեր։ Ես չեմ կարող թույլ տալ, որ դա նորից տեղի ունենա։ Կատարինեն գլխով արեց, հիանալի հասկանալով։ Եվ հենց դրա համար ես պետք է քեզ մի բան ասեմ, որը գուցե չպետք է ասեմ։ Մի բան, որը կարող է ամեն ինչ բարդացնել, բայց որն այլս չեմ կարող պահել իմ մեջ։ Նա դադար տվեց, քաջություն հավաքելով։ Կատարինե, ես սիրահարվում եմ քեզ։ Իրականում, կարծում եմ, արդեն սիրահարված եմ։ Գիտեմ, որ դա տեղին չէ, գիտեմ, որ դու այստեղ ես Իզաբելին խնամելու, գիտեմ, որ մեր իրավիճակը բարդ է։ Բայց այլս չեմ կարող ծածնել, թե չեմ զգում այն, ինչ զգում եմ։ Դու լույս բերեցիր այս տուն։ Ոչ միայն Իզաբելի, այլ ինձ համար։ Դու ինձ ստիպեցիր հավատալ, որ հնարավոր է նորից սկսել, որ հնարավոր է նորից երջանիկ լինել։ Եվ ես պետք է քեզ դա ասեի, նույնիսկ եթե ռիսկ կա, որ ամեն ինչ տարօրինակ կդառնա մեր միջ։ Հաջորդած լռությունը կարծես հավերժություն տեց։ Կատարինեն լայն բացված աչքերով նայում էր Հովհաննեսին, մարսելով այդ խոսքերը։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ նա կարող է լսել։ Հազարավոր մտքեր միաժամանակ անցնում էին նրա գլխով։ Երախտագիտությունը, որը նա զգում էր այն ամենի համար, ինչ Հովհաննեսն արել էր իր Սոֆյայի համար։ Սերը, որը նա տածում էր Իզաբելի նկատմամբ։ Վախը, նորից ամեն ինչ կորցնելու, եթե ամեն ինչ լավ չընթանա։ Բայց այս ամենից վեր կար մի զգացմունք, որը նա այլս չէր կարող շղթել։ Նա նույնպես սիրահարված էր Հովհաննեսին։ Սիրահարվել էր աստիճանաբար, առանց նկատելու նրա բարության փոքր ժեստերի, Իզաբելին խնամելու նվիրված ձի, այն խոցելիության միջոցով, որը նա ցուցաբերել էր այն փոթորկոտ գիշերը հիմա նորից իր պատմությունը կիսելով։ Վերջապես, Կատարինեն գտավ իր ձայնը։ Հովհաննես, ես էլ քո հանդեպ զգացմունքներ ունեմ։ Եվ դա ինձ շատ է վախեցնում։ Որովհետև այն ամենը, ինչ ես հիմա ունեմ, այն ամենը, ինչ Սոֆյան ունի, քո շնորհիվ է։ Ես չեմ ուզում, որ դու մտածես, թե իմ զգացմունքները գալիս են երախտագիտությունից կամ կախվածությունից։ Դա այդպես չէ։ Դա անկեղծ բան է, մի բան, որը բնականորեն է աճել։ Բայց մինույն ժամանակ ես այնքան վախենում եմ ամեն ինչ փչացնելուց։ Իսկ եթե չստացվի։ Իսկ եթե մենք հարաբերություններ սկսենք, հետո բացահայտենք, որ դա սխալ էր։ Իզաբելը կտառապի։ Սոֆյան կտառապի։ Բոլորս կտառապենք։ Հովհաննեսն ավելի մոտեցավ, դեռ բռնած նրա ձեռքը։ Ես հասկանում եմ քո վախը, Կատարինե։ Ես էլ նույն վախերն ունեմ։ Բայց նա գիտեմ, որ կյանքում որոշ բաներ արժեն ռիսկի։ Եվ այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, արժե ցանկացած ռիսկի։ Բայց դու պետք չէ ինձ հիմա պատասխան տաս։ Պետք չէ այսօր որևէ բան որոշել։ Ես պարզապես պետք է ազնիվ լինեի քեզ հետ իմ զգացմունքների մասին։ Մնացածը կբացահայտենք միասին, ճիշտ ժամանակին։ Կատարինեն խորը նայեց Հովհաննեսի աչքերին, այդ պահին իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե, միայն գուցե դա կարող է ստացվել։ Նա դանդաղ թեքվեց, ժամանակ տալով, որ նա հետ քաշվի, եթե ցանկանա, հետո նրանց շուրթերը հանդիպեցին փափուկ, նուրբ, հուզմունքով լի համբույրով։ Դա մի համբույր էր, որը կնքեց ինչ-որ բան նրանց մեջ, մի լուր խոստում, որ նրանք պատրաստ են փորձել, ռիսկի դիմել, միասին ինչ-որ բան կառուցել։ Երբ նրանք հեռացան, երկուսն էլ ժպտում էին, աչքերը փայլում էին արցունքներից հույսից։ Հովհաննեսը քնքշորեն շոյեց Կատարինեի դեմքը։ Դանդաղ կգնանք, լավ։ Առանց շտապելու, առանց ճնշման։
Թույլ կտանք, որ ամեն ինչ բնականորեն տեղի ունենա։ Կատարինեն համաձայնեց, զգալով մի խաղաղություն, որը վաղուց չէր զգացել։ Հաջորդ օրերին ամեն ինչ կարծես նոր գույն ստացավ։ Հովհաննեսն ու Կատարինեն սկսեցին զուսպ հանդիպել, առայժմ ջերմության դրսևորումները հեռու պահելով Իզաբելի աչքերից։ Նրանք չէին ուզում շփոթեցնել աղջկան կամ սպասումներ ստեղծել, նախքան վստահ լինելը, որ հարաբերությունները ամուր են։ Բայց օդում նոր թեթություն կար, մի մտերմություն, որը յուրաքանչյուր փոխազդեցություն ավելի հարուստ, ավելի նշանակալի էր դարձնում։ Մարիամն անմիջապես նկատեց փոփոխությունը, երբ մի պահ մենակ մնաց Կատարինեի հետ, ամուր գրկեց նրան շշնջաց. «Ես շատ ուրախ եմ ձեզ համար։ Դուք արժանի եք երջանիկ լինելու։ Եվ այն տղամարդը վերում վաղուց ձեզ նման մեկի կարիք ուներ։ Լավ հոգ տարեք նրա մեր Իզաբելի մասին»։ Շաբաթներն անցան երջանկության ոսկեգույն մշուշի մեջ։ Հովհաննեսը ավելի ու ավելի վաղ էր տուն գալիս, առավելագույնս օգտվելով իր ընտանիքի հետ անցկացրած ժամանակից։ Այո, ընտանիքի։ Որովհետև հենց այդպես էր նա սկսել տեսնել այդ ամենը։ Կատարինեն այլս պարզապես Իզաբելի խնամողը չէր։ Նա իր ուղեկիցն էր, իր զուգընկերը, այն մարդը, ում հետ նա կիսում էր ուրախություններն ու անհանգստությունները։ Իսկ Սոֆյան, այն պաշտելի փոքրիկը, որն արդեն սկսում էր իր առաջին քայլերն անել, դարձել էր իր համար երկրորդ դստեր պես։ Իզաբելը իր հերթին օրեցօր ավելի էր ծաղկում։ Նա հենց նոր էր լրացել 7 տարեկանը, ամիսներ առաջվա մեկուսացված ու անկապ երեխայի այն աղջկա միջ, որը նա հիմա էր, տարբերությունը տպավորիչ էր։ Նա ավելի շատ էր խոսում, փոխազդեցություն էր փնտրում, ջերմություն էր ցուցաբերում այնպես, ինչպես երբեք նախկինում չէր արել։ Ապրիլյան մի կեսօր, երբ աշունն արդեն լիովին հաստատվել էր երանում, Իզաբելը մի հարց տվեց, որը Հովհաննեսին Կատարինեին բոլորովին անակնկալի բերեց։ 4 այգում էին, Հովհաննեսն օգնում էր Իզաբելին ծաղիկներ տնկել մի ծաղկանոցում, որը միասին էին պատրաստել, մինչդեռ Կատարինեն դիտում էր Սոֆյային գրկած։ Հանկարծ Իզաբելը դադարեցրեց իր գործը, նայեց Կատարինեին, հարցրեց երեխաների այն շփոթեցնող անկեղծությամբ. «Կատարինե, դու կարող ես իմ մայրը լինել»։ Իսկական։ Կատարինեն զգաց, թե ինչպես է օդը պակասում իր թոքերում։ Հովհաննեսը քարացավ, չիմանալով ինչ ասել։ Լռությունը տեց մի քանի վայրկյան, որոնք ժամեր թվացին։ Իզաբելը շարունակեց, չհասկանալով իր հարցի մեծությունը։ Որովհետև Սոֆյան քեզ ունի որպես մայր։ Ես էլ կուզենայի մայր ունենալ։ Դու ինձ խնամում ես, ինձ հետ խաղում ես, օգնում ես, երբ ես տխուր եմ։ Մայրերը այդպես չեն անում։ Կատարինեն ծնկի իջավ, Իզաբելի հասակին հավասարվելու համար, աչքերը արցունքոտ։ Իզաբել, ես պաշտում եմ քեզ խնամել։ Դու ինձ համար շատ յուրահատուկ աղջիկ ես։ Եվ այո, ես այդ բաներն անում եմ, որովհետև քեզ շատ եմ սիրում։ Բայց մայր լինելը բարդ բան է, որը շատ այլ բաներ է ներառում։ Իզաբելը կնճռոտեց ճակատը, մտածկոտ։ Բայց դու ինձ չես սիրում, ինչպես Սոֆյային ես սիրում։ Կատարինեն սեղմեց աղջկա ձեռքը։ Ես քեզ Սոֆյային սիրում եմ տարբեր ձերով, բայց հավասարապես ուժեղ։ Դուք երկուստ էլ ինձ համար շատ կարևոր եք։ Հովհաննեսը, որը վերջապես ուշքի էր եկել նախնական շոկից, մոտեցավ նույնպես ծնկի իջավ նրանց կողքին։ Իզաբել, Կատարինեն շատ է մտածում քո մասին, ես գիտեմ, որ նա միշտ այստեղ կլինի քեզ համար։ Ինչ կասես, եթե մենք այս մասին ավելի շատ խոսենք մեկ այլ անգամ, երբ բոլորս ավելի հանգիստ լինենք։ Իզաբելը կարծես ընդունեց այդ պատասխանը, իր ուշադրությունը վերադարձնելով իր տնկած ծաղիկներին։ Բայց հարցը մնաց օդում կախված, ծանր նշանակալի։ Այդ գիշեր, երբ Իզաբելը քնեց, Հովհաննեսն ու Կատարինեն նորից նստեցին խոսելու։ Նրա հարցը քեզ էլ անակնկալի բերեց, այնպես չէ, ասաց Հովհաննեսը։ Կատարինեն գլխով արեց։ Լիովին։ Ես դա չէի սպասում։ Նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ նրան։ Հովհաննեսը խորը շունչ քաշեց։ Կատարինե, ես գիտեմ, որ մենք քիչ ժամանակ է, ինչ միասին ենք։ Գիտեմ, որ դեռ ճանաչում ենք միմյանց, կառուցում ենք այս հարաբերությունները։ Բայց Իզաբելի այդ հարցը ինձ ստիպեց մտածել։ Ստիպեց հասկանալ, որ դու արդեն շատ ավելին ես, քան խնամող նրա համար։ Դու արդեն մայրական կերպար ես։ Եվ գուցե ժամանակն է, որ սկսենք ավելի լուրջ մտածել ապագայի մասին։ Կատարինեն ուշադիր նայեց նրան։ Ինչ ես ասում, Հովհաննես։ Նա բռնեց նրա ձեռքերը։ Ասում եմ, որ ուզում եմ, որ դու իմ կյանքում լինես։
Մեր կյանքում։ Ոչ միայն որպես ընկերուհի, այլ որպես այս ընտանիքի պաշտոնական մաս։ Ուզում եմ, որ Իզաբելը կարողանա քեզ մայր կոչել առանց կասկածների կամ անվստահության։ Ուզում եմ, որ Սոֆյան մեծանա, տեսնելով մեզ երկուսիս որպես իր ծնողներ։ Ուզում եմ քեզ հետ կյանք կառուցել, Կատարինե։ Իսկական կյանք։ Կատարինեն զգաց, թե ինչպես են արցունքները ազատ հոսում իր դեմքով։ Հովհաննես, ես էլ դա եմ ուզում։ Ամեն ինչից շատ։ Բայց վախենում եմ, որ բավարար չեմ լինի։ Վախենում եմ, որ չեմ կարողանա լրացնել այն դատարկությունը, որը թողել է Հեղինեն։ Վախենում եմ հիասթափեցնել քեզ Իզաբելին։ Հովհաննեսը քնքշորեն շոյեց նրա դեմքը։ Դու արդեն լրացրել ես բոլոր դատարկությունները, Կատարինե։ Դու արդեն ավելին ես արել Իզաբելի համար մի քանի ամսում, քան Հեղինեն արել է այստեղ եղած բոլոր տարիներին։ Եվ խոսքը կատարյալ լինելու մասին չէ։ Խոսքը ներկա լինելու, հոգ տանելու, սիրելու մասին է։ Եվ դու այս ամենը բնականորեն ես անում։ Դու արդեն այն մայրն ես, որի կարիքն ունի Իզաբելը։ Մնում է միայն դա պաշտոնականացնել։ Կատարինեն ամուր գրկեց նրան, թույլ տալով, որ արցունքները թրջեն նրա ուսը։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ ապրել էր, ինչպես էր հասել այնտեղ։ Փողոցային կյանքից, առանց հեռանկարների, առանց հույսի, մինչ այդ պահը, սիրված ցանկալի լինելով որպես ընտանիքի մաս։ Գրեթե անհավատալի էր։ Բայց դա տեղի էր ունենում։ Եվ նա պատրաստվում էր իրեն թույլ տալ հավատալ։ Պատրաստվում էր իրեն թույլ տալ երջանիկ լինել։ Հաջորդ ամիսները ճշգրտումների հարմարվողականության ամիսներ էին։ Հովհաննեսն ու Կատարինեն որոշեցին մի փոքր էլ սպասել, նախքան որևէ բան պաշտոնականացնելը, ցանկանալով վստահ լինել, որ Իզաբելը պատրաստ է փոփոխություններին։ Բայց աղջիկը իր մանկական իմաստությամբ վաղուց արդեն ընդունել էր Կատարինեին որպես ընտանիքի մաս։ Նա սկսեց ինքնաբերաբար Կատարինեին մայր կոչել, առանց որևէ մեկի դրդման, ամեն անգամ, երբ դա տեղի էր ունենում, Կատարինեն զգում էր, թե ինչպես է սիրտը լցվում սիրով երախտագիտությամբ։ Սոֆյան, որն արդեն 1 տարեկանից անց էր սկսում էր իր առաջին բառերն ասել, նույնպես Հովհաննեսին ընդունեց որպես հայրական կերպար, վազելով նրա մոտ բաց թերով ամեն անգամ, երբ նա տուն էր գալիս։ Հունիսին, երբ ձմեռը նորից իր ցուրտ գիշերները բերեց երան, Հովհաննեսը հատուկ ընթրիք կազմակերպեց։ Հրավիրեց միայն ամենամտերիմ մարդկանց։ Մարիամին, որը շատ ավելին էր դարձել, քան սպասուհի, գործնականում ընտանիքի անդամ էր, տիկին Սիրանուշին, Հովհաննեսի մորը, որը Հեղինեի հետ բաժանումից հետո առաջին ամիսներին հեռու էր մնացել, բայց այժմ նորից պարբերաբար այցելում էր լիովին հիացած էր Կատարինեով Սոֆյայով։ Ընթրիքի ժամանակ, մինչ Իզաբելը հանգիստ նկարում էր, իսկ Սոֆյան խաղում իր մանեժում, Հովհաննեսը ոտքի կանգնեց, խնդրեց բոլորի ուշադրությունը։ Նրա սիրտը արագ բաբախում էր, ձեռքերը թեթակի քրտնել էին, բայց նա գիտեր, որ ճիշտ ժամանակն է։ Կատարինե, սկսեց նա, ուղիղ նայելով նրան։ Մի քանի ամիս առաջ դու մտար իմ կյանք, մեր կյանք, բոլորովին անսպասելի ձով։ Ես ոչ ոքի չէի փնտրում։ Չէի կարծում, թե հնարավոր է նորից սիրահարվել։ Բայց դու եկար, քո ուժով, քո բարությամբ, քո անկեղծ սիրով, ամեն ինչ փոխեցիր։ Դու փոխակերպեցիր Իզաբելին, ուրախություն բերեցիր այս տուն, ինձ սովորեցրիր, որ հնարավոր է նորից սկսել։ Եվ ես այլս չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց քեզ։ Նա դադար տվեց, գրպանից հանեց մի փոքրիկ տուփ ծնկի իջավ Կատարինեի առաջ։ Նա ձեռքերը տարավ բերանին, արդեն լաց լինելով, արդեն իմանալով, թե ինչ է լինելու։ Կատարինե, կամուսնանաս ինձ հետ։ Կլինես իմ կինը, Իզաբելի Սոֆյայի մայրը, բոլոր ժամանակների ուղեկիցը։ Կկառուցես այս ապագան ինձ հետ։ Կատարինեն հազիվ էր կարողանում խոսել արցունքների միջից։ Այո, Հովհաննես։ Այո, ուզում եմ։ Ես այս ամենը ուզում եմ քեզ հետ։ Սենյակը պայթեց ծափահարություններից ուրախության արցունքներից։ Մարիամը փայլում էր, տիկին Սիրանուշը հուզված լաց էր լինում, իսկ Իզաբելը, որը հասկացել էր այդ պահի նշանակությունը, վազեց գրկելու Հովհաննեսին Կատարինեին, ոգորված ասելով. Հիմա դու իմ մայրը կլինես ընդմիշտ, չէ՞։ Կատարինեն նրան գրկեց ամուր սեղմեց։ Ընդմիշտ, սիրելիս։ Ընդմիշտ։ Հովհաննեսը մատանին դրեց Կատարինեի մատին, մի պարզ, բայց գեղեցիկ մատանի, որը փայլում էր ջահի լույսի տակ։ Եվ հետո երեքը Հովհաննեսը, Կատարինեն, Իզաբելը ամուր գրկախառնվեցին, Սոֆյան էլ շուտով միացավ գրկախառնությանը, ստեղծելով մի պատկեր, որը ընդմիշտ կմնար բոլորի հիշողության մեջ։
Ընտանիքի պատկերը։ Իսկական ընտանիքի, որը կառուցված էր ոչ միայն արյան կապերով, այլ ընտրությամբ, սիրով, հանձնառությամբ։ Հարսանիքի նախապատրաստությունները սկսվեցին անմիջապես առաջարկությունից հետո։ Հովհաննեսն ուզում էր անել մի պարզ, բայց նշանակալի բան, մի բան, որը կնշեր նրանց կառուցած սերը ձավորված ընտանիքը։ Կատարինեն լիովին համաձայն էր։ Նա մեծ խնջույք չէր ուզում, շքեղության կամ ճոխության կարիք չուներ։ Կարորը սիրելի մարդկանցով շրջապատված լինելն էր, նշելով այն յուրահատուկ պահը, որը կնշանավորեր իր նոր կյանքի պաշտոնական սկիզբը։ Նրանք որոշեցին, որ արարողությունը կլինի սեպտեմբերին, գարնանը, երբ ծաղիկները նորից կսկսեն բացվել, եղանակն ավելի մեղմ կլինի։ Դա կլինի հենց տան այգում, այն նույն այգում, որտեղ Կատարինեն ծանոթացել էր Իզաբելի հետ այն սուրբ ծննդյան գիշերը, որը փոխեց ամեն ինչ։ Իզաբելը բացարձակապես հիացած էր հարսանիքի գաղափարով։ Նրան հրավիրել էին լինել ծաղիկներ բերող աղջնակը, նա այդ պատասխանատվությանը շատ լուրջ էր վերաբերվում։ Կատարինեն նրան տարավ զգեստ ընտրելու, աղջիկը հիացավ սպիտակ զգեստով, բաց վարդագույն մանրամասներով, որը կատարելապես համապատասխանում էր նրա մաշկի գույնին շիկահեր մազերին։ Սոֆյան, որն արդեն 1 տարեկանից անց էր ավելի ու ավելի վստահ էր քայլում, կլիներ մյուս ծաղիկ բերող աղջնակը, գրելով նույն ոճի զգեստ։ Երկուսը միասին պաշտելի տեսարան կկազմեին, մտածեց Կատարինեն, զգալով, թե ինչպես է սիրտը տաքանում այդ մտքից։ Տիկին Սիրանուշն առաջարկեց օգնել բոլոր նախապատրաստություններին, նա ու Մարիամը համագործակցեցին ապահովելու, որ յուրաքանչյուր մանրուք կատարյալ լինի։ Այգին վերանորոգվեց, նոր ծաղիկներ տնկվեցին, նուրբ լույսեր տեղադրվեցին կախարդական մթնոլորտ ստեղծելու համար։ Բայց հարսանիքին նախորդող ամիսներին ոչ ամեն ինչ էր հարթ։ Հուլիսին տեղի ունեցավ մի բան, որը փորձության ենթարկեց Հովհաննեսի Կատարինեի հարաբերությունների ամրությունը վեր հանեց վախեր ու անվստահություն, որոնք երկուսն էլ կարծում էին, թե հաղթահարել են։ Հեղինեն վերադարձավ։ Նա հայտնվեց առանց զգուշացնելու, զանգելով դուռը շաբաթ առավոտյան, երբ Հովհաննեսն աշխատասենյակում աշխատում էր, իսկ Կատարինեն աղջիկների հետ խաղում էր հյուրասենյակում։ Մարիամը բացեց դուռը, ճանաչելով այնտեղ կանգնած կնոջը, մի քանի վայրկյան քարացավ, նախքան Կատարինեին կանչելը։ Երբ Կատարինեն մոտեցավ դռանը տեսավ Հեղինեին, նա անմիջապես իմացավ, թե ով է նա։ Նրա դիմաց կանգնած կինը անթերի հագնված էր, դիզայներական հագուստով զուսպ, բայց թանկարժեք զարդերով։ Նրա մազերը կատարելապես հարդարված էին, դիմահարդարումը անթերի։ Նա ուներ մեկի տեսք, ով ամեն ինչ իր վերահսկողության տակ ուներ, ամեն ինչ կատարյալ կարգի մեջ։ Կարող եմ օգնել, քաղաքավարի հարցրեց Կատարինեն, չնայած իր զգացած նյարդայնությանը։ Հեղինեն նրան նայեց վերից վար դժվար վերծանելի արտահայտությամբ։ Ես Հեղինեն եմ։ Իզաբելի մայրը։ Ես պետք է խոսեմ Հովհաննեսի հետ։ Կատարինեն զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Իհարկե։ Ես նրան կկանչեմ։ Խնդրում եմ, սպասեք այստեղ։ Նա Հեղինեին ներս չհրավիրեց, կինը չխնդրեց։ Կատարինեն գնաց աշխատասենյակ գտավ Հովհաննեսին, կենտրոնացած ինչ-որ թղթերի վրա։ Երբ նա պատմեց, թե ով է դռան մոտ, տեսավ, թե ինչպես գույնը գնաց նրա դեմքից։ Հեղինեն։ Այստեղ։ 4 տարի անց։ Հովհաննեսը կտրուկ վեր կացավ, ձեռքերը տանելով մազերի միջով նյարդայնության ժեստով։ Կատարինեն դիպավ նրա թին։ Ուզում ես, որ քեզ հետ մնամ, երբ խոսես նրա հետ։ Հովհաննեսը գլուխը թափահարեց։ Ոչ, ավելի լավ է ես դա մենակ լուծեմ։ Բայց շնորհակալ եմ առաջարկի համար։ Նա իջավ գտավ Հեղինեին դռան մոտ։ Նա փորձեց ժպտալ, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ Ողջույն, Հովհաննես։ Գիտեմ, որ անակնկալ է, որ այսպես հայտնվեցի, բայց մենք պետք է խոսենք։ Հովհաննեսը խաչեց ձեռքերը, պահպանելով ֆիզիկական էմոցիոնալ հեռավորություն։ Ինչի՞։ Մասին, Հեղինե։ Դու լքել ես քո դստերը 4 տարի առաջ։ Նորություններ չես տվել, չես հարցրել, թե ինչպես է նա, ոչնչով չես հետաքրքրվել։ Իսկ հիմա հայտնվում ես այստեղ, խոսել ուզենալով։ Հեղինեն իջեցրեց աչքերը, կարծես անկեղծորեն ամաչելով։ Ես գիտեմ, որ վախկոտ էի։ Գիտեմ, որ սարսափելի սխալ եմ գործել։ Բայց ես փոխվել եմ, Հովհաննես։ Ես թերապիա եմ անցել, աշխատել եմ ինքս ինձ վրա, հիմա պատրաստ եմ լինել այն մայրը, որին արժանի է Իզաբելը։ Ես ուզում եմ նորից նրա կյանքի մասը լինել։ Ուզում եմ վերականգնել կորցրած ժամանակը։
Հովհաննեսը սառը զայրույթ զգաց, որը բարձրանում էր իր երակներով։ Դու կարծում ես, թե կարող ես պարզապես հայտնվել այստեղ 4 տարի անց, ամեն ինչ կվերադառնա նորմալ հուն։ Իզաբելը քեզ չի ճանաչում, Հեղինե։ Նրա համար դու գոյություն չունես։ Եվ հիմա ես իմ կյանքում մեկն ունեմ, մեկը, ով իսկապես սիրում է Իզաբելին, ով այստեղ է ամեն օր, ով խնամում է նրան, երբ նա հիվանդ է, ով տոնում է նրա հաջողությունները, ով հանգստացնում է նրան, երբ նա ճգնաժամեր է ունենում։ Մեկը, ով շատ ավելի արժանի է մայր կոչվելու, քան դու։ Հեղինեն տեսանելիորեն ցնցվեց։ Այն կինն է, որը բացեց դուռը։ Դայա. Հովհաննեսը զգաց, թե ինչպես արյունը եռաց։ Նա դայակ չէ։ Նա Իզաբելի խնամողն է, իմ հարսնացուն, 2 ամսից կլինի իմ կինը։ Եվ նա ավելի շատ մայր է Իզաբելի համար, քան դու երբե եղել ես կամ կլինես։ Հեղինեն մի քայլ հետ գնաց, ակնհայտորեն չսպասելով այդպիսի արձագանքի։ Հովհաննես, ես գիտեմ, որ դու զայրացած ես, դու լիովին իրավունք ունես։ Բայց օրենքով ես դեռ Իզաբելի մայրն եմ։ Ես դեռ իրավունքներ ունեմ։ Հովհաննեսը կկոցեց աչքերը։ Դու հրաժարվել ես այդ իրավունքներից, երբ լքել ես քո դստերը։ Եվ եթե փորձես որևէ խնդիր ստեղծել, եթե փորձես ապակայունացնել այն կյանքը, որը ես կառուցել եմ նրա համար, ես կպայքարեմ իմ բոլոր ուժերով, ապահովելու, որ դու նույնիսկ մոտ չգաս նրան։ Իզաբելը հիմա երջանիկ է։ Նա ունի ընտանիք, որը նրան սիրում է։ Ես թույլ չեմ տա, որ դու դա ոչնչացնես։ Հեղինեն կարծես ուզում էր վիճել, բայց Հովհաննեսի արտահայտության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան հանձնվել։ Նա պարզապես դանդաղ գլխով արեց։ Հասկանում եմ։ Բայց ես կվերադառնամ, Հովհաննես։ Ես կապացուցեմ, որ փոխվել եմ, որ արժանի եմ երկրորդ հնարավորության։ Եվ հետո նա շրջվեց հեռացավ։ Հովհաննեսը մի քանի րոպե կանգնած մնաց դռան մոտ, մարսելով այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ։ Նրա սիրտը արագ բաբախում էր, շնչառությունը անկանոն։ Երբ վերջապես վերադարձավ տուն, գտավ Կատարինեին սպասելիս հյուրասենյակում, դեմքին անհանգիստ արտահայտություն։ Ինչ էր նա ուզում։ Հովհաննեսը նստեց նրա կողքին, բազմոցին պատմեց ամեն ինչ։ Կատարինեն լուռ լսում էր, զգալով վախի զայրույթի խառնուրդ։ Վախ, որ Հեղինեն իսկապես կկարողանա խնդիրներ ստեղծել, որ կկարողանա ապակայունացնել իրենց կառուցած ընտանիքը։ Եվ զայրույթ, որ այն կինը, որը լքել էր իր դստերը, այժմ վերադառնում էր, պահանջելով իրավունքներ, որոնք ինքն էր մերժել տարիներ առաջ։ Կարծում ես, նա իսկապես կվերադառնա։ Կարծում ես, նա կարող է խնդիրներ ստեղծել մեզ համար։ Հովհաննեսը ամուր բռնեց Կատարինեի ձեռքերը։ Ես չգիտեմ, թե նա ինչ կանի։ Բայց այն, ինչ գիտեմ, այն է, որ թույլ չեմ տա, որ որևէ բան կամ որևէ մեկը ոչնչացնի մեր ընտանիքը։ Իզաբելն իմ առաջնահերթությունն է, դու ու Սոֆյան նույնպես։ Մենք սա միասին կհաղթահարենք, ինչ էլ որ լինի։ Կատարինեն գլխով արեց, փորձելով հավատալ այդ խոսքերին։ Բայց գիշերը, երբ մենակ էր սենյակում, Սոֆյային քնեցնելիս, նա չկարողացավ խուսափել մութ մտքերից, որոնք ներխուժում էին իր միտքը։ Իսկ եթե Հեղինեն իսկապես փոխվել էր։ Իսկ եթե նա կարողանար ապացուցել, որ արժանի է երկրորդ հնարավորության։ Իսկ եթե Իզաբելն ուզենար ճանաչել իր կենսաբանական մորը։ Դա որտեղ կթողներ Կատարինեին։ Նրան կմերժեին, կփոխարինեին իսկական մորով։ Բոլոր վախերը, որոնք նա կարծում էր, թե հաղթահարել է, վերադարձան ամբողջ ուժով, նա գրեթե անքուն գիշեր անցկացրեց, նայելով առաստաղին, փորձելով հանգստացնել իր արագացած սիրտը։ Հաջորդ օրերին տանը լարվածությունը շոշափելի էր։ Հովհաննեսն ավելի շատ ժամանակ էր անցկացնում աշխատասենյակում, զանգեր անելով փաստաբաններին, խորհրդակցելով իր իրավունքների այն մասին, թե ինչպես պաշտպանել Իզաբելին, եթե Հեղինեն որոշի իսկապես խնդիրներ ստեղծել։ Կատարինեն փորձում էր պահպանել նորմալությունը Իզաբելի ռեժիմում, բայց աղջիկը միշտ ընկալող նկատեց, որ ինչ-որ բան այլ է։ Կատարինե, դու տխո՞ր ես, հարցրեց նա մի պահ, երբ միասին նկարում էին։ Կատարինեն ստիպված ժպտաց։ Ոչ, սիրելիս։ Պարզապես մի փոքր հոգնած եմ։ Բայց ես լավ եմ։ Իզաբելը կարծես չհամոզվեց, բայց չպնդեց։ Նա պարզապես մոտեցավ, գրկեց Կատարինեին, տալով նրան այն լուռ մխիթարությունը, որը երբեմն ավելին արժե, քան հազարավոր խոսքեր։ Հեղինեի հայտնվելուց 2 շաբաթ անց փաստաբանի միջոցով նամակ եկավ։
Հեղինեն իսկապես փորձում էր փոխել իրավիճակը, պնդելով, որ հոգեբանական բուժում է անցել, այժմ ի վիճակի է իրականացնել իր մայրությունը։ Նա խնդրում էր կանոնավորված հսկողության տակ այցելություններ, սկսելու վերականգնել հարաբերությունները Իզաբելի հետ։ Հովհաննեսը զայրացավ։ Ինչպես է նա համարձակվում։ Ինչպես է նա կարծում, թե կարող է պարզապես վերադառնալ պահանջել մուտք դեպի Իզաբել այս ամենից հետո։ Հովհաննեսի փաստաբանը բացատրեց, որ ցավոք օրենքը նպաստում է ծնողական իրավունքներին, որ դժվար կլինի լիովին մերժել Հեղինեի խնդրանքը, հատկապես եթե նա կարողանա ապացուցել, որ կայուն է ընդունակ։ Լավագույն ռազմավարությունը կլիներ ընդունել հսկողության տակ այցելությունները, ամեն ինչ փաստաթղթավորել, ապահովել, որ Իզաբելն ունենա անհրաժեշտ ողջ հոգեբանական աջակցությունը այս գործընթացի ընթացքում։ Կատարինեն զգաց, թե ինչպես է իր աշխարհը փլուզվում, երբ Հովհաննեսը պատմեց որոշման մասին։ Նա գիտեր, որ դա անարդար է, որ դա ցավալի է, բայց նա հասկանում էր, որ օրենքով շատ բան անել հնարավոր չէ։ Առաջին այցելությունը նշանակվեց հաջորդ շաբաթվա համար Չեզոք միջավայրում, աուտիզմի ոլորտում մասնագիտացած մանկական հոգեբանի ներկայությամբ։ Հովհաննեսը չէր ուզում ժամանակից շուտ պատմել Իզաբելին, վախենալով անհարկի անհանգստություն պատճառելուց։ Բայց Կատարինեն կարծում էր, որ ավելի վատ կլինի, եթե աղջիկը անակնկալի գա։ Այսպիսով, այցելությունից մեկ օր առաջ, նա նստեց Իզաբելի հետ, փորձեց բացատրել ամենապարզ ազնիվ ձով. Իզաբել, վաղը դու կծանոթանաս մի յուրահատուկ մարդու հետ։ Դա մի կին է, որը քեզ ճանաչել է, երբ դու երեխա էիր, բայց ստիպված է եղել հեռանալ։ Նրա անունը Հեղինե է։ Իզաբելը կնճռոտեց ճակատը, շփոթված։ Ո՞վ է Հեղինեն։ Ինչու է նա հեռացել։ Կատարինեն խորը շունչ քաշեց։ Նա այն կինն է, որը քեզ իր փորում է ունեցել, որը քեզ աշխարհ է բերել։ Բայց հետո նա ստիպված է եղել հեռանալ, որովհետև իրեն լավ չէր զգում։ Եվ հիմա նա ուզում է նորից ծանոթանալ քեզ հետ։ Իզաբելը երկար լուռ մնաց, մարսելով տեղեկությունը։ Հետո նա հարցրեց իր պարզ մանկական տրամաբանությամբ. Բայց ես արդեն մայր ունեմ։ Դու իմ մայրն ես։ Կատարինեն զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին արցունքներով։ Այո, սիրելիս, ես եմ։ Եվ միշտ կլինեմ։ Ոչինչ դա չի փոխի։ Բայց Հեղինեն էլ է կարող, լավ կլինի, որ դու նրան ճանաչես։ Իզաբելը կարծես շատ չհամոզվեց, բայց բավականաչափ վստահում էր Կատարինեին, որպեսզի ընդունի։ Լավ։ Եթե դու կարծում ես, որ դա կարող է, ես կծանոթանամ նրա հետ։ Այցելությունը այնքան դժվար էր, որքան Կատարինեն պատկերացնում էր։ Հեղինեն ակնհայտորեն նյարդայնացած էր, փորձելով տպավորել Իզաբելին թանկարժեք նվերներով, զվարճալի զբոսանքների խոստումներով։ Բայց Իզաբելը, որը լավ չէր արձագանքում չափազանց մեծ խթաններին կամ շատ զգացմունքային մարդկանց, էլ ավելի ինքնամփոփ դարձավ։ Նա Հեղինեի հարցերին պատասխանում էր մեկ բառով, խուսափում էր տեսողական շփումից, կես ժամ անց խնդրեց գնալ։ Հեղինեն տեսանելիորեն հիասթափվեց, Կատարինեն տեսավ, թե ինչպես անհամբերության ստվերն անցավ նրա դեմքով։ Ներկա հոգեբանը ամեն ինչ նշեց, հետո բացատրեց Հեղինեին, որ անհրաժեշտ կլինի դանդաղ աստիճանական գործընթաց, հարգելով Իզաբելի ժամանակն ու սահմանները։ Հեղինեն համաձայնեց, բայց Կատարինեն նկատեց, որ նա իսկապես չի հասկանում։ Նա արագ արդյունքներ էր ակնկալում, ակնթարթային կապ, որը պարզապես գոյություն չուներ։ Այցելությունները շարունակվեցին շաբաթական հաճախականությամբ հաջորդ շաբաթների ընթացքում։ Եվ յուրաքանչյուր այցելության հետ ավելի պարզ էր դառնում, որ Հեղինեն պատրաստ չէր աուտիզմով դուստր ունենալու իրականությանը։ Նա անհամբեր էր դառնում, երբ Իզաբելը չէր արձագանքում այնպես, ինչպես ինքն էր ակնկալում, հիասթափվում էր, երբ աղջիկը ճգնաժամի մեջ էր ընկնում չափազանց մեծ խթանների պատճառով, սկսում էր մեկնաբանություններ անել, թե ինչպես Իզաբելը պետք է փոխվի, պետք է ավելի նորմալ պահի իրեն։ Հովհաննեսը, որն ուղեկցում էր բոլոր այցելություններին, ամեն ինչ զգուշորեն փաստաթղթավորում էր։ Եվ հոգեբանը նույնպես տեսնում էր նույն օրինաչափությունը։ Հեղինեն իսկապես չէր փոխվել։ Նա դեռ տեսնում էր Իզաբելի աուտիզմը որպես մի բան, որը պետք է ուղղել, այլ ոչ թե որպես աղջկա անբաժանելի մաս։ Օգոստոսին, հարսանիքից ընդամենը մեկ ամիս առաջ, տեղի ունեցավ միջադեպ, որը փոխեց ամեն ինչ։ Այցելություններից մեկի ժամանակ Իզաբելը առանձնապես ինտենսիվ ճգնաժամ ունեցավ, որովհետև Հեղինեն բերել էր թարթող լույսերով բարձր ձայներով խաղալիք, որը լիովին գերբեռնել էր նրա զգայարանները։ Իզաբելը սկսեց գոռալ, ճոճվել, գլուխը խփել պատին։
Հոգեբանն անմիջապես միջամտեց, անջատելով խաղալիքը փորձելով հանգստացնել աղջկան։ Բայց Հեղինեն, անհանգստություն կամ կարեկցանք ցուցաբերելու փոխարեն, պայթեց։ Նա գոռաց, որ Իզաբելը դրամա է անում, որ պետք է դադարի երեխայի պես պահել իրեն, որ դա ծիծաղելի է։ Հովհաննեսը, որը սենյակից դուրս էր, բայց լսեց ամեն ինչ, անմիջապես մտավ կանգնեց Հեղինեի Իզաբելի միջ։ Բավական է։ Վերջ։ Դու այլս չես մոտենա իմ դստերը։ Հեղինեն փորձեց վիճել, բայց Հովհաննեսն անդրդվելի էր։ Հոգեբանը, որը ականատես էր եղել ամեն ինչին, համաձայնեց, որ այդ պահվածքը անպատշաճ էր պոտենցիալ վնասակար Իզաբելի համար։ Նա խոստացավ միջադեպը ներառել դատավորի համար իր զեկույցում։ Հեղինեն, հասկանալով, որ կորցրել է ցանկացած հնարավորություն, որ կարող էր ունենալ, զայրացած հեռացավ, սպառնալիքներ մեղադրանքներ գոռալով։ Բայց Հովհաննեսը չվախեցավ։ Նա վերցրեց Իզաբելին, որը դեռ ճգնաժամի մեջ էր, տարավ նրան մեքենա։ Ճանապարհին զանգեց Կատարինեին։ Կատարինե, դու ինձ պետք ես։ Ես Իզաբելին եմ բերում։ Նա ուժեղ ճգնաժամ է ունեցել։ Կատարինեն սպասում էր, երբ նրանք հասան։ Նա վերցրեց Իզաբելին Հովհաննեսի ձեռքերից տարավ նրան ներս, աղջկա սենյակ, որտեղ սկսեց կիրառել բոլոր տեխնիկաները, որոնք գիտեր նրան հանգստացնելու համար։ Ռիթմիկ շնչառություն, խորը ճնշում, փափուկ հանգստացնող ձայն։ 1 ժամից ավելի տեց, բայց ի վերջո Իզաբելը հանգստացավ։ Նա հյուծված էր, աչքերը կարմրել էին շատ լաց լինելուց, բայց վերջապես թուլացավ Կատարինեի գրկում։ Մայրիկ, շշնջաց նա, առաջին անգամ օգտագործելով այդ բառն այդքան բնական միանշանակ։ Ես այլս չեմ ուզում տեսնել այդ կնոջը։ Նա ինձ վախեցնում է։ Կատարինեն ամուր սեղմեց աղջկան իր կրծքին։ Դու այլս նրան չես տեսնի, սիրելիս։ Խոստանում եմ։ Քո հայրիկն ու ես ամեն ինչի մասին կհոգանք։ Իզաբելը քիչ անց քնեց, լիովին ուժասպառ։ Կատարինեն նրան պառկեցրեց մահճակալին, ծածկեց նրան իր սիրելի վերմակով նստած մնաց այնտեղ, դիտելով նրա քունը, զգալով թեթացման զայրույթի խառնուրդ։ Թեթացում, որովհետև վերջապես այդ մղձավանջը Հեղինեի հետ կարծես ավարտվում էր։ Եվ զայրույթ, որովհետև Իզաբելը ենթարկվել էր ավելորդ տրավմայի մի կնոջ պատճառով, որն ակնհայտորեն պատրաստ չէր մայր լինելու։ Երբ իջավ, գտավ Հովհաննեսին հյուրասենյակում, հեռախոսով խոսելիս փաստաբանի հետ։ Նա պատմում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, շեշտելով Հեղինեի անպատշաճ արձագանքը Իզաբելին պատճառված ավելորդ տառապանքը։ Երբ ավարտեց զանգը, նա նստեց բազմոցին դեմքը թաղեց ձեռքերի մեջ։ Կատարինեն նստեց նրա կողքին գրկեց նրան։ Ամեն ինչ լավ կլինի, Հովհաննես։ Կարևորն այն է, որ Իզաբելը հիմա անվտանգ է։ Հովհաննեսը բարձրացրեց դեմքը նայեց նրան կարմրած աչքերով։ Ինչպես ես դա անում, Կատարինե։ Ինչպես ես պահպանում հանգստությունը, ուժը, նույնիսկ երբ ամեն ինչ փլուզվում է։ Կատարինեն տխուր ժպտաց։ Որովհետև ինչ-որ մեկը պետք է ուժեղ լինի։ Եվ որովհետև ես քեզ ունեմ իմ կողքին։ Ես մենակ չեմ այս հարցում։ Երբեք այլս մենակ չեմ լինի։ Նրանք երկար գրկախառնված մնացին այդպես, մխիթարություն գտնելով միմյանց մեջ։ Հաջորդ շաբաթների ընթացքում Հովհաննեսի փաստաբանը անխոնջ աշխատեց։ Հոգեբանի զեկույցով, որը փաստաթղթավորում էր Հեղինեի անպատշաճ պահվածքը, Հովհաննեսի վկայությամբ միջադեպի մասին, նրանք կարողացան ստանալ դատական որոշում, կասեցնելով բոլոր այցելությունները, մինչ ավելի խորը գնահատում լինի։ Հեղինեն, հասկանալով, որ պարտվել է, վերջապես հանձնվեց։ Նա ստորագրեց մի փաստաթուղթ, պաշտոնապես հրաժարվելով իր ծնողական իրավունքներից, փոխարենը, որ Հովհաննեսը նրան չդատի անչափահասին լքելու համար։ Դա հսկայական թեթացում էր բոլորի համար։ Իզաբելն այլս երբեք չհիշատակեց Հեղինեին, աստիճանաբար, երբ շաբաթներն անցնում էին, նորից դարձավ այն ուրախ շփվող աղջիկը, որը նախկինում էր։ Եվ հետո, վերջապես, եկավ սեպտեմբերը։ Հարսանիքի օրը պարզ ու արոտ էր, կատարյալ ջերմաստիճանով մեղմ զեփյուրով, որը ստիպում էր ծառերի տերներին պարել։ Այգին բացարձակապես հիասքանչ էր, զարդարված սպիտակ վարդագույն ծաղիկներով, սպիտակ աթոռներով, որոնք շարված էին շարքերով, կենտրոնում ծաղկե կամարով, որտեղ պետք է տեղի ունենար արարողությունը։ Կատարինեն վաղ արթնացավ, սիրտը արագ բաբախում էր նյարդայնությունից, հուզմունքից։ Մարիամը սենյակ մտավ նախաճաշի սկուտեղով, դեմքին լայն ժպիտով։ Բարի լույս, հարսնացու։ Եկավ մեծ օրը։
Կատարինեն ժպտաց, զգալով, թե ինչպես աչքերը լցվեցին հուզմունքի արցունքներով։ Այո, եկավ։ Չեմ կարողանում հավատալ, որ սա տեղի է ունենում։ Մարիամը դրեց սկուտեղը քնքշորեն գրկեց Կատարինեին։ Դու արժանի ես այս ողջ երջանկությանը, աղջիկս։ Այս ողջ երջանկությանը շատ ավելիին։ Արարողությունից առաջ ժամերն անցան նախապատրաստությունների մշուշի մեջ։ Տիկին Սիրանուշը վաղ եկավ, օգնելու հագցնել Իզաբելին Սոֆյային։ Երկու աղջիկները պաշտելի էին իրենց սպիտակ զգեստներով, վարդագույն մանրամասներով։ Իզաբելը բացառիկ հանգիստ երջանիկ էր, ակնհայտորեն հասկանալով այդ օրվա կարևորությունը։ Սոֆյան իր հերթին հիացած էր հայելու մեջ իր սեփական արտացոլանքով, պտտվելով տեսնելու պտտվող զգեստը։ Կատարինեն վերջինն էր, որ հագնվեց։ Նրա զգեստը պարզ էր, բայց էլեգանտ, կրեմագույն սպիտակ, որը ընդգծում էր նրա թուխ մաշկը։ Մարիամն օգնեց մազերի հետ, հավաքելով դրանք ցածր կոկոնով, մի քանի ազատ մազափնջերով, որոնք շրջանակում էին դեմքը։ Նուրբ քողը լրացնում էր տեսքը, սպիտակ վարդերի ծաղկեփնջի հետ միասին, որը Հովհաննեսը հատուկ պատվիրել էր։ Երբ Կատարինեն իջավ տեսավ մարդկանցով լի այգին, սիրտը գրեթե կանգ առավ։ Մոտ 30 հյուր կար, մտերիմ սիրելի մարդիկ, բայց նրա համար դա ամբողջ էր թվում։ Մարիամը առաջին շարքում էր տիկին Սիրանուշի հետ։ Հովհաննեսի մի քանի գործընկերներ նույնպես ներկա էին։ Եվ այնտեղ արջում ծաղկեկամարի տակ կանգնած էր Հովհաննեսը, անթերի իր բաց մոխրագույն կոստյումով, աչքերը սեռած այգու մուտքին, սպասելով նրան։ Իզաբելն ու Սոֆյան քայլում էին արջից, վարդի թերթիկներ շաղ տալով, հյուրերից ժպիտներ պաշտելի մեկնաբանություններ կորզելով։ Եվ հետո եկավ Կատարինեի հերթը։ Նա քայլում էր մենակ, առանց որևէ մեկի, որ իրեն ուղեկցեր, որովհետև ինքն էր իրեն հանձնում։ Սեփական կամքով, ընտրությամբ, սիրով։ Երբ հասավ զոհասեղանին, բռնեց Հովհաննեսի ձեռքերը, տեսավ արցունքներ, որոնք հոսում էին նրա դեմքով։ Արարողակատարը սկսեց արարողությունը, խոսելով սիրո, հանձնառության, ընտանիքի մասին։ Բայց Կատարինեն հազիվ էր լսում խոսքերը։ Նա լիովին կենտրոնացած էր Հովհաննեսի, նրա աչքերի, նրա ժպիտի, այն ձի վրա, թե ինչպես էր նա սեղմում իր ձեռքերը, կարծես երբեք բաց չէր թողնելու։ Երբ եկավ ուխտերի ժամանակը, Հովհաննեսն առաջինն էր։ Նրա ձայնը խեղդվում էր հուզմունքից։ Կատարինե, երբ դու մտար իմ կյանք, ես կորած էի։ Ես թակարդված էի ցավի մենության շրջապտույտի մեջ, կարծելով, թե այլս երբեք հնարավոր չի լինի երջանիկ լինել։ Բայց դու ինձ ցույց տվեցիր, որ միշտ հույս կա։ Դու լույս բերեցիր իմ տուն, սեր, իմ դստերը, խաղաղություն, իմ սրտին։ Ես խոստանում եմ սիրել քեզ իմ կյանքի բոլոր օրերին, լավ-վատ պահերին, ուրախության տխրության մեջ։ Խոստանում եմ լինել քո զուգընկերը, քո ուղեկիցը, քո ապահով նավահանգիստը։ Եվ խոստանում եմ ամեն օր պատվել այն նվերը, որը դու ինձ տվեցիր, համաձայնելով լինել այս ընտանիքի մասը։ Կատարինեի հերթն էր։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով զսպել արցունքները, որոնք սպառնում էին թափվել։ Հովհաննես, մեկ տարուց էլ քիչ առաջ ես փողոցում էի, առանց հեռանկարների, առանց հույսի։ Եվ հետո, Սուրբ Ծննդյան մի գիշեր, ես ծանոթացա մի յուրահատուկ աղջկա հետ, որը ընդմիշտ փոխեց իմ կյանքը։ Եվ նրա միջոցով ես ծանոթացա քեզ հետ։ Դու ինձ տվեցիր շատ ավելին, քան տանիք իմ գլխավերում կամ սնունդ սեղանին։ Դու ինձ ընտանիք տվեցիր։ Դու ինձ նպատակ տվեցիր։ Դու ինձ սեր տվեցիր։ Եվ ես խոստանում եմ երբեք դա որպես տրվածք չընդունել։ Խոստանում եմ խնամել քեզ Իզաբելին իմ ողջ սիրով, ամեն օր։ Խոստանում եմ լինել այն կինը, մայրը, ուղեկիցը, որին դուք արժանի եք։ Խոստանում եմ, որ ինչ էլ որ պատահի, մենք միասին կհաղթահարենք։ Որովհետև մենք ընտանիք ենք։ Իսկ ընտանիքները միասին են մնում։ Արարողակատարը նրանց հայտարարեց ամուսին կին, Հովհաննեսը Կատարինեին քաշեց դեպի իրեն հուզիչ համբույրի համար, մինչ հյուրերը ծափահարում էին լաց լինում։ Իզաբելը վազեց գրկեց նրանց երկուսի ոտքերը, Հովհաննեսը նրան գրկեց, ներառելով նրան գրկախառնության մեջ։ Սոֆյան, որը տիկին Սիրանուշի գրկում էր, մեկնեց ձեռքերը, նույնպես ուզենալով մասնակցել։ Եվ այնտեղ, ծաղկեկամարի տակ, գարնանային արի տակ, որը փայլում էր նրանց վրա, ընտանիքը վերջապես ամբողջական էր։ Միավորված ոչ միայն օրինական փաստաթղթերով, այլ շատ ավելի ուժեղ բանով, սիրով, ընտրությամբ, հանձնառությամբ։ Հաջորդած խնջույքը ուրախ անկաշկանդ էր։ Երաժշտություն կար, պար, Մարիամի պատրաստած համեղ ուտեստներ, շատ երջանկության արցունքներ։
Իզաբելը չէր բաժանվում Կատարինեից, անընդհատ նրան մայր կոչելով, կարծես ուզում էր վստահ լինել, որ դա իրական է, որ երազ չէ։ Գիշերը, երբ բոլորն արդեն գնացել էին, աղջիկները քնած էին, Հովհաննեսն ու Կատարինեն մենակ մնացին այգում, դիտելով աստղերը։ Կատարինեն գլուխը հենեց Հովհաննեսի ուսին, գոհունակությամբ հոգոց հանեց։ Կատարյալ օր էր։ Հովհաննեսը համբուրեց նրա գլուխը։ Կատարյալից ավելին էր։ Դա մեր համատեղ կյանքի սկիզբն էր։ Կատարինեն ժպտաց։ Գիտես, երբեմն դեռ չեմ կարողանում հավատալ, թե ինչպես է փոխվել իմ կյանքը։ 1 տարի առաջ ես քնում էի այգու նստարանին, Սոֆիային գրկած, չիմանալով, թե ինչ է լինելու մեզ հետ։ Իսկ հիմա ես այստեղ եմ, ամուսնացած մի հրաշալի տղամարդու հետ, 2 հիանալի աղջիկների մայր, իսկական ընտանիքով։ Դա գրեթե անիրական է։ Հովհաննեսն ավելի ամուր գրկեց նրան։ Անիրական չէ։ Իրական է։ Դա այն կյանքն է, որին դու միշտ արժանի ես եղել։ Եվ որը, փառք Աստծո, դու գտար։ Կամ ավելի ճիշտ, որը մեզ գտավ։ Որովհետև առանց քեզ ես Իզաբելը նույնպես կորած կլինեինք։ Նրանք այնտեղ մնացին որոշ ժամանակ, պարզապես վայելելով այդ պահի խաղաղությունը, այն վստահությունը, որ ունեն միմյանց, որ ունեն ընտանիք, որ ունեն ապագա։ Եվ Կատարինեն, նայելով աստղերին, լուր խոստում տվեց։ Խոստանում եմ, որ կգնահատեմ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ժպիտ։ Խոստանում եմ, որ կլինեմ լավագույն մայրը, որ կարող եմ լինել Իզաբելի Սոֆիայի համար։ Խոստանում եմ, որ կսիրեմ Հովհաննեսին իմ ողջ էությամբ։ Եվ խոստանում եմ, որ երբեք չեմ մոռանա, թե որտեղից եմ եկել, որքան հեռու եմ հասել։ Որովհետև հենց այդ հիշողություններն են, այդ սպիները, այդ հաղթահարված մարտահրավերները, որոնք ինձ դարձրել են այն, ինչ ես այսօր եմ։ Գոյատող, պայքարող, մայր, կին, լիարժեք կին, վերջապես խաղաղության մեջ ինքս ինձ շրջապատող աշխարհի հետ։ Հաջորդ ամիսներն ու տարիները բերեցին իրենց սեփական ուրախություններն ու մարտահրավերները։ Իզաբելը շարունակեց առաջընթաց գրանցել իր զարգացման մեջ, օրեցօր ավելի վստահ շփվող դառնալով։ Սոֆյան արագ մեծացավ, դառնալով խելացի խոսուն աղջիկ, որը պաշտում էր իր ավագ քրոջը ամենուր հետում նրան։ Հովհաննեսն ընդլայնեց իր բիզնեսը, բայց միշտ կարորում էր աշխատանքի ընտանիքի միջ հավասարակշռությունը պահպանելը։ Իսկ Կատարինեն նոր գիրք բացահայտեց։ Նա սկսեց ուսումնասիրել հատուկ կրթություն, ցանկանալով ավելին իմանալ աուտիզմի այն մասին, թե ինչպես օգնել ոչ միայն Իզաբելին, այլ երեխաների։ Հովհաննեսի աջակցությամբ նա վերադարձավ ուսման դասընթացներ անցավ, մասնակցեց սեմինարների, ի վերջո սկսեց աշխատել որպես խորհրդատու աուտիզմով երեխաներ ունեցող ընտանիքների համար, կիսելով իր փորձն ու գիտելիքները։ Կենտրոնի տունը լցվեց կյանքով, ծիծաղով, սիրով։ Մարիամը շարունակեց ընտանիքի մասը լինելով այն տատիկը, որին աղջիկները պաշտում էին։ Տիկին Սիրանուշը պարբերաբար այցելում էր, հպարտ իր որդու կառուցած ընտանիքով։ Եվ ամեն Սուրբ Ծնունդ, երբ գալիս էր տոնածառը զարդարելու ժամանակը, Կատարինեն չէր կարողանում զսպել արցունքները, հիշելով այն առաջին գիշերը, երբ ամեն ինչ սկսվեց։ Երբ մի երիտասարդ անօթան մայր որոշեց օգնության ձեռք մեկնել մի մենակ աղջկա այգում, չիմանալով, որ բարության այդ փոքրիկ ժեստը կփոխի ոչ միայն իր, այլ բոլորի ճակատագիրը։ Որովհետև, ի վերջո, սերն այդպես է անում։ Այն փոխակերպում է։ Այն բուժում է։ Այն կամուրջներ է կառուցում այնտեղ, որտեղ նախկինում միայն անդունդներ էին։ Եվ այն մեզ հիշեցնում է, որ անկախ նրանից, թե որքան մութ է գիշերը, միշտ նոր արշալույսի հույս կա։